Պատեր ջան, լավ, ինչևից է։ Հույսով կլենք մյուս անգամ արդեն մեկ բոլորը ձեզ ճանաչում են, ուղղակի կուզենայինք նաև ձեր ժեստիկուլացիաները նայենք։ Ես էլ կուզենայի, իհարկե ավելի կենցանի շփում ունենալ։ Լավ, պարոն Աշելյան, ինչևից է, մոռացանք ինչ եղել, չի եղել, գալիս ենք մեր եթերին։ Նախ առաջինը թույլ տվեք մենք ձեզ բարի գալուստ ասենք ընդհանրապես TikTok-յան հարթակ, քանի որ TikTok-յան հարթակը ինքը լավ համբավ չունեցող հարթակ է, բայց ամենագլոբալ եւ արագ զարգացող հարթակներից մեկն է, մենք փորձում ենք կարգավորել TikTok-յան հարթակում ամեն մեկս մեր ունեցած հնարավորությունները, որովհետեւ մենք հայրովս սկսենք եւ փորձենք իրար լսել եւ այլընտրանքային ինչ-որ ինֆորմացիա տանք մեր հասարակությանը, ասենք օրինակ զատ ՀՄԳ-ի տված ինֆորմացիայից։ Ես հույսով եմ, որ ձեր գալով TikTok-յան հարթակ ավելի կլավանա TikTok-յան հարթակը գոնե ինֆորմացիոն եւ ճշմարտության հարցով։ Խնդրեմ, եթե բան ունեք ասելու, ասեք, ես Շնորհակալ եմ հրավերի համար, Արսեն ջան։ Եվ նաև այն մարդկանց, ովքեր հիմա մեզ հետևում են, ես այդ հավակնությունը չունեմ լավացնելու նման գլոբալ ցանց, որը վաղուց կայացած է նաև առանց ինձ, բայց շնորհակալ կլինեմ, եթե կարողանամ այստեղ որոշակի լսարան ապահովել եւ հետաքրքրություն առաջացնել։ Տեսնենք, շնորհակալ եմ հրավերիդ համար, ափսոսում եմ, որ ուղիղ տեսնել ձեզ չեմ կարող, դուք ինձ տեսնել չեք կարող, մնացածը անկեղծության եւ հարցերի պատասխանների որակի վրա չի ազդելու։ Շատ լավ, պարոն Աշելյան, շնորհակալություն եւս մեկ անգամ, արեք սկսենք մեր հարցերը։ Իմ հիմնական անձամբ ձեզ կանչելու իմաստը եղել է մեկ հարցի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը 1 տարուց ավել, 2 տարուց ավել ինքը միշտ բարձրաձայնում էր, խոսում էր, թե բանակցությունները, որ տեղի են ունեցել Արցախյան խնդրի շուրջ, դրանք եղել են մեկ բանի շուրջ, այսինքն եղել է ինչպես հանձնենք գրավյալ շրջանները եւ Արցախը, ինչ կարգավիճակով ներգրավել Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն ինքը ամեն կերպ ուզում էր ասել, որ այն ինչ որ հիմա տեղի է ունեցել, ուղղակի տեղի է ունեցել պատերազմից հետո ձեր բանակցությունների երեսից։ Ու շատ ժամանակներով մենք ասում ենք, դե գաղտնազերծի, եթե դες բան կա, մեկը տեսնենք, ասենք ախպեր Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, այս ինչի մասին է խոսքը։ Ոնց եք դուք 30 տարի մարդկանց մոլորության մեջ պահե ու մեր տղաները ինչու համար են գնացել զոհվե ազնազոհություն արել իրենց հայրենիքի համար։ Հիմա ինքը գաղտնազերծում է։ Միանշանակ գաղտնազերծման հետ համատեղ իր ինֆորմացիոն ֆեյքերը եւ ինֆորմացիոն դաշտը միանգամից ատակա է սկսվում մարդկանց ուղեղների վրա, որ տեսակ, որ մենք ճիշտ ենք, տեսակ, որ բանակցությունները դրա մասին էր, Նիկոլ Փաշինյանը չէր խափում։ Ես անձամբ նստել չեմ զլացել կարտացել եմ։ Շատ մեծ դժվարությունների եմ հանդիպել կարտալու ժամանակ, քանի որ ամբողջական չի հրաբարակվել։ Ինչ որ տեղեր կան, զգացվում է, որ ինչ որ բան կա, որ կոնտեքստից հանած է։ Բայց ընդհանրապես ոչ մի տեղ ես չեմ տեսել բանակցություններ, ինչպես Արցախը անցնի Ադրբեջանի կազմի մեջ։ Այ խնդրում եմ ձեզ, որպես բանակցող կողմ, դուք եք վերջնական փաթեթը տվել Նիկոլ Փաշինյանի, ասենց ասած գրուպի։ Այդ բանակցությունների վերջին մասնակիցները ձեր ուժն ա եղել, դուք եք 10 տարի բանակցել Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչու մասին է եղել խոսքը։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը գլոբալ։ Կարաք մեզ փակագծեր բացեք, հետո դետալնի սենց մաս գնանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, շատ ամենագլխավոր, ամենագլոբալ հարցից սկսեցինք խոսակցությունը, Արսեն ջան։ Մի քանի ստեր դու ինքդ, ոչինչ որ դուով եմ խոսում։ Ոչինչ որ դուով եմ, Արսեն։ Ես մատով ցույց եմ տալիս, որ միանշանակ, այո, դու ինքդ ասացիր, որ անգամ չլինելով մասնագետ, հա, զուտ որպես հայրենասեր, բայց շահագրգիռ ճշմարտությունը գտնելու մեջ շահագրգիռ մարդ, փորձել ես ինքնուրույն կարդալ եւ հասկացել ես մի բան։ Կարող է չես հասկացել բոլոր դետալները, թե ինչի մասին էին բանակցությունները, բայց հասկացել ես ամենակարևոր բանը, որ մինչև 18 թվական բանակցությունները ոչ թե Արցախը Ադրբեջանի ճանաչելու կամ Ադրբեջանում տեսնելու մասին էին, այլ Արցախի կարգավիճակի մասին էին։ Արցախի ապագայի մասին էին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին էին, որը ոչնչով սահմանափակված չպետք է լիներ եւ պետք է հաստատվեր հանրաքվեով եւ դա միջազգային, կրկնում եմ,
միջազգային հանրության մոտեցումներ։ Ինչ անում Նիկոլը, այստեղ երկու կարևոր բան։ Հիշեցնենք, որ 18 թվականից հետո դեռ կխոսենք մեր թողաջառանգության մասին, բայց 18-ից հետո Նիկոլը հայտարարեց, որ սկսում է բանակցությունները իր սեփական կետից։ Այդ հայտարարությունները ջնջել չի լինի։ Ուզում է 10 հատ մեկ աշխատի, մեկ այդ արխիվները գոյություն ունեն իր հայտարարությունների։ Այսինքն կապ չունի մենք ինչ ենք բանացել, դիցուկ մենք բանակցել ենք շատ վատ բան, դիցուկ։ Բայց նա հայտարարել էր, որ սկսում է բանակցությունները իր սեփական կետից, ոչ թե նախկինների թողած ժառանգությունից։ Երկրորդը, նա հայտարարել էր մինչև պատերազմ, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է։ Դա էլ թվային արխիվում պահպանված տղու բերնից դուրս եկած, այսպես ասած, խոսքեր են, որոնք որ որևէ համեք ջնջել չի կարող։ Երրորդը, մինչև պատերազմ նա հայտարարել էր նաև, որ որևէ մեկը չփորձի իրան կաշկանդել բանակցային սեղանի շուրջ։ Այդ խոսքերը ուղղված էին ընդդիմությանը եւ ասված էին հացատայով, որ որևէ մեկը չփորձեք մեզ կաշկանդել բանակցությունների շուրջ։ Այս բոլոր հայտարարությունները, ի թիվս բազմաթիվ այլ հայտարարությունների, այն մասին են, որ Նիկոլ Փաշինյանը ու դա վատ է շատ թքած ուներ մինչև 18 թվական իրեն թողած ժառանգության վրա։ Ինչ էր 18-ի ժառանգությունը։ 18-ի ժառանգությունը անգամ իր հրապարակած փաստաթղթերում հստակ երևում է։ 18-ի ժառանգությունը Սերժ Սարգսյանի կողմից թողած բանակցային փաթեթը ենթադրում էր 5 տարածքների հանձնման դիմաց Արցախի միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակի պարագայում, որը պետքա որոշվեր հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությամբ, կրկնում եմ, դա թղթերում գրած է, սևը սպիտակով գրած է Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից հանրաքվե, որի հարցը ոչինչով սահմանափակ լինել չի կարող, այսինքն կարող են Լեռնային Ղարաբաղի բնակիչները որոշել միանալ Մոզամբիկին, օրինակ, տեսական բան, абսուրդի եմ հասցնում, որ հասկանաք ինչքան ճիշտ էր ամեն ինչ գրված։ Եվ այդ հանրաքվեն ունենալու էր պարտադիր իրավական ուժ։ Մնացած ամեն ինչը բացահայտ անբարոյականություն է, բացահայտ սուտ է, մարդկանց էշի տեղ դնելու, մեկ-մեկ ինֆարկտի է կարելի հասնել, երբ որ տեսնում ես, որ գրած է մի բան, իսկ Նիկոլը եւ իր քարոզչական մեքենան փորձում է ժողովրդի ականջներին կախել ուրիշ բան։ Նա գետ մեկ տող չի կարա բերի այն մասին, որով ինքը կարա ապացուցի իր տեսակետները։ Գետ մեկ տող մեր թողած ժառանգության մեջ չկա։ Ավելին, 19 թվականի փաստաթուղթն է նա գաղտնազերծել, բազմաթիվ պնդումներից հետո, որը գրեթե նույնությամբ կրկնում է մեր թողած ժառանգությունը։ 19 թվականին Նիկոլ Փաշինյանին Մինսկի խմբի անունից փոխանցվել է տարբերակ բանակցությունների, որը, ես ուզում եմ հատուկ շեշտել, նա թաքուն է պահել ժողովրդից, նա թաքուն է պահել ընդդիմությունից, նա թաքուն է պահել հայ հասարակությունից։ Եթե նայեք 19-20 թվականների իր հարցազրույցները եւ իր հայտարարությունները, այդ թվում Զորաբ Մնացականյանի, այդ ժամանակվա արտգործնախարարի, նրանք բոլորով հերքում էին առհասարակ, որ կա բանակցություններին դրված փաստաթուղթ։ Նրանք մեզ մի տարի խաբում էին, ասելով, որ թուղթ չկա։ Այնինչ 20 թվականի ապրիլին, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի արտգործնախարարը, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը ստանալով 1 տարի առաջ այդ թուղթը թաքուն է պահում այդ թուղթը հայ ժողովրդից, հրապարակավ հայտարարեց, որ դեռևս անցյալ տարի, то есть 19 թվականին Նիկոլին փոխանցվել է բանակցային փաստաթուղթ։ Եվ սա նույնպես իրականություն է։ Ինչի մասին էր այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը նույն սկզբունքների մասին էր, որոնց շուրջ բանակցել է Սերժ Սարգսյանը։ Դա 3 հիմնարար սկզբունքներն էին, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ճանաչումը, որը ամրագրված էր, որպեսզի մարդիկ լավ հասկանան, այդ որ ասում ենք բանակցային փաթեթը բաղկացած էր 3 փաստաթղթերից։ Փաստաթուղթ 1 կոչվում էր դեկլարացիա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստաթուղթ 2 կոչվում էր զայիվլենիա,
դա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից հայտարարության նախագիծներ եւ փաստաթուղթ 3 ամենակարևորը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, այսինքն աշխարհի կառավարման բարձրագույն մարմնի ղեկավար մարմնի կողմից ընդունված բանաձևը, որը պետքա ամենաբարձր իրավական երաշխիքը տար Արցախի խնդրի կարգավորման համար։ Սա է երաստիճան, երրափաթեթ բանակցային բովանդակությունը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է որպես ժառանգություն մեզանից, 19 թվականին Մինսկի խմբի համանախագահ երկրները այդ թղթերը փոխանցել են նաև Նիկոլին, 1-2 խմբագրական բնույթի փոփոխություններով, իսկ Նիկոլը դա թաքցրել է հայ ժողովրդից, փաստացի հրաժարվել է բանակցել դրան շուրջ։ Ռուբեն Ռուբինյանը կռուտիտ է անում իր հարցազրույցներից մեկում իբր բան են, կռուտիտ են գտել, էլի ասում է, մենք չենք հրաժարվել, մենք ժամանակ էինք վերցրել, որ խորհենք, տիպը մտածենք, այդ ինչ մեր պատասխանը ինչպեսին պետք է լինի։ Ու շատ զավեշտալի է այդ կռուտիտը, որովհետև 19 թվականի ապրիլին ստանալ թուղթը ու մինչև 20 թվականի սեպտեմբերյան պատերազմը տարի ու կես մտածել, թե ինչպես պատասխանել այդ փաստաթղթին, բանակցել դրա շուրջ, թե չէ, ու առնվազն կամ մեզ են էշի տեղ դնում, կամ կներես իրանք են էշ, եթե իրոք կարծում են, որ այդպես կարելի է ֆրցնել սեփական ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը լավ կյանքից չի հրապարակել այս փաստաթղթերը։ Ես ուզում եմ շատ բաց ասեմ, որ ուղիղ խոսենք, եթե Նիկոլը գնում է ընտրությունների ժամանակ ինքը շատ ու շատ հարցերով, շատ ու շատ ավելի ճկուն է, շատ ավելի ուժեղ է լինելու, քան միացյալ ընդդիմությունը։ Օրինակ, պոպուլիզմի մեջ, նախընտրական խոստումներ տալու մեջ։ Օրինակ, տնօրինելով պետական բյուջեն ինչպես սեփական է եւ փաստացի նախընտրական կաշառքներ ամրագրելով, օրինակ, բանակի ծառայության ժամկետի կրճատումը դա նախընտրական կաշառք է, որովհետև ընտրություններից 1 տարի առաջ 25%-ով կրճատել ժամկետային զինծառայության տևողությունը ոչ միայն հարված է երկրի անվտանգությանը, ոչ միայն կեղծիք է, որովհետև դրա փոխարեն հետո այդ զորահավաքները, այսպես ասած, վարժանքները, որ կատարում են 1 ամսյա հավաքները, շատ ավելի երկար են այդ մարդկանց զինապարտ պահելու, այլ նաև, որ դա, կներեք բառիս համար, ամբողջահաճո որոշում է, որը որ ինքը ընտրություններից առաջ ընդունել է տվել, այսպես ասած, ու այդպիսի որոշումներ շատ կլինեն։ Միակ տեղը, որտեղ ինքը ակնհայտ դատավճիռ ունի իր վրա խարան ունի, դա Արցախն է եւ 44-օրյա պատերազմը ու դրա հետևանքները։ Դա միակ տեղն է, որտեղ ինքը փաստագրված, այսպես ասած, բռնվել է հանցանքի վայրում։ Եվ ինքը կռուտիտի տեղ այդտեղ չունի։ Ընտրություններից առաջ որպեսզի շատ առաջ չգնանք, հարցեր կան, որ սկզբից խնդրեմ, դու հանգիստ ընդհատի ինձ, ես կարող եմ երկար խոսել։ Մեր մոտ մթնոլորտը սենց է, ոնց որ ասած աղբերավարի, ընկերավարի, բացարձակ պրոբլեմ չի ասում։ Մենք պետք է հասկանանք։ Եթե հիմա կամերան միացած ըններ կտեսներ, ես կարճացել, մայքով տան, ժակետով նստած եմ, Ձեր տեսակը ճանաչելով, ես չեմ հասկանում, որ այդպես է կա, բայց մենք պետք է հասկանանք, որ նավը խորտակվում է պոպուլիստական կամ ինչ-որ դիվիդենտներ շահելու ժամանակը չի, որ խոսու տանես մարդկանց, ասենք, ականջներին հաջողի։ Ես ուզում եմ 2 հարց տամ։ Մեկ հարցի մեջ 2 փոքրիկ հարցեր են։ Տեսեք, նախ առաջին հարցը, բանակցել եք։ Եկել է ձեր մոտ մի ժամանակ, երբ որ դուք հասկացել եք, որ այլևս հնարավոր չի բանակցել եւ պետք է Արցախի հանրապետությունը ճանաչել ուղղակի արդեն որպես անկախ պետություն։ Գոնե ճանաչել։ Դա առաջին հարց։ Եթե ոչ, ապա ինչպես կարանք հասկանանք Սերժ Սարգսյանի ասած բառերը ազգային ժողովում, երբ որ ինքը վերընտրվեց վարչապետ, որ փակուղում է գտնվում բանակցությունները։ Ապա ինչպես դուք, եթե դուք մնայիք, ինչպես դուք պետք է պատերազմը անխուսափելի էր։ Ես այդպես եմ հասկացել Սերժ Սարգսյանի ասած բառերը, որ արդեն պետք է պատրաստել պատերազմը, որտեղ Ադրբեջանի հետ խոսել հնարավոր չի։ Պահանջներ են ասում, որը մեզ համար անընդունելի է։ Խնդրեմ։ Շատ ճիշտ փաթեթ ձևակերպեցիք։
մի բան մենակ ֆիքսենք, այս հարցին անդրադառնալուց առաջ։ Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ։ Ինչքան էլ այս հայտարարությունը ոմանց համար անհասկանալի հնչի, բայց Հայաստանը մշտապես մեր օրոք բանակցել է աշխարհի ուժեղների հետ։ Դա Ռուսաստանն էր, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան որպես Եվրոպական միության ներկայացուցիչ երկիր։ Հայաստանի հիմնական խնդիրը եղել է աշխարհը նայողների, եթե տենց աղբերական բառապաշարի անցնենք, աշխարհը նայողների հետ, իսկ դրանք այդ գերտերություններն էին, գեոպոլիտիկ կենտրոնները, գտնել ընդհանուր լեզու եւ ստիպել, որպեսզի այդ մարդիկ, այդ երկրները Ադրբեջանին ստիպեն գալ կառուցողական դաշտ։ Աշխարհում չկա գեթ մեկ օրինակ, որտեղ որ երբ որ մի պետությունից մաս է անջատվում, այդ պետության մայրաքաղաքը, կոպիտ ասած մետրոպոլիան, համաձայնվել է այդ անջատմանը։ Բոլոր տեսակի անջատումները արվել են աշխարհի թելադրանքով, աշխարհի ուժեղների թելադրանքով։ Օրինակներ բերեմ։ Կոսովոն Սերբիայից փոխվել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի, ԱՄՆ-ի թելադրանքով։ Հարավային Տիմորը Ինդոնեզիայից փոխվել է եւ անկախությունը ճանաչվել է միջազգային հանրության շնորհիվ ՄԱԿ-ի մակարդակով։ Հարավային Սուդանը երկարատև արյունալի պատերազմից հետո անջատվել է Սուդանից միջազգային ճնշման ներքո։ Այսինքն միջազգային հանրությունն է իդեմս ուժեղների մշտապես պարտադրել պետությունների լուծումներ։ Եվ մեր բանակցությունները եղել են Ամերիկայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ փաստացի։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը այն մասին չէր, որ այլևս պատերազմը անխուսափելի էր, այն մասին էր, որ նա ազգային ժողովի հարթակից, այդ բարձրագույն ամբիոնից միջազգայիններին ուղերձ հնչեցրեց, որ Ադրբեջանը այնքան դեստրուկտիվ է, որ ինքներդ այդ հարցերը լուծեք Ադրբեջանին վերադարձնելու բանակցային տրամադրության մեջ։ Եվ նույն տեքստի մեջ, որը հաճախ մոռանում է համեկը, ճակերտավոր է, մոռանում է համեկը հեռարձակել, նախագահը ասում է հետևյալը. միջազգային հանրությունը իդեմս Մինսկի խմբի համանախագահների կիսում են, կրկնում եմ, կիսում են կամ մոտ են Հայաստանի տեսակետներին։ Արցախի ճանաչման պատերազմը ցանկացած պահի մշտապես կարող է լինել եւ ելի կարա լինի։ Խոսքը գնում է հենց այնպիսի պատերազմի մասին, այնպիսի արյունալի, դավաճանական պատերազմի մասին, ինչպիսին էր 44-օրյա պատերազմը, որից միանշանակ այդ ծավալի եւ այդ հետևանքներով պատերազմից կարելի էր եւ պետք էր խուսափել։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քանդում էր բանակցային դիրքերը, երբ որ օրինակ 20 թվականի փետրվարին, եթե չեմ փետրվարն էր, այո, Մյունխենում կհիշեք Ալիևի հետ ռիալիթի շոու արեցին ուղիղ եթերում վատ անգլերենով, վատ փաստարկներով նա բանավիճում էր Ալիևի հետ եւ ազգային խայտառակություն էր այդ բանավեճը։ Գնաց պիվնոյ, խմեց եւ Facebook-ում մի հատ հիմարություն գրեց, կներեք բառից համար, գրեց Մյունխենյան սկզբունքներ։ Ահա այս սրա շուրջը պետք բանակցել Արցախի հարցի շուրջ։ Ու շարադրեց մի 6-7 կետ, որոնք բաբշե կապ չունեին աշխարհի գերտերությունների կողմից առաջարկված օրակարգի հետ։ Այսինքն նա այնքան էր հաբրգել կամ այնքան էր ինադուդա անում, որ գազացնում էր Մինսկի խմբի համանախագահ երկրներին, նաև իր խոստովանությունը հիշեցնեմ, այն ձայնագրությունը հայտնի, որ հրապարակեց Սերժ Սարգսյանը, որտեղ Նիկոլը պրիզնատ է գալի, որ ինքը աշխարհի ուժեղների հետ հանդիպման ժամանակ իրան դնում է գժի տեղ, բառացի եմ, չէ՞ ցիտում։ Հիմա պատկերացրեք դուք Պուտինն եք, Օլանդն եք, Սարկոզին եք, Օբաման եք, կապ չունի, Բայդենն եք։ Ու ձեր երկիրը ներգրաված է խաղաղարար առաքելության մեջ, միջնորդ կողմը։ Ձեր ասած ոչ մեկի կերպարի մեջ չեմ ուզում լնել, պարոն Աշոտյան։ Դե ուզում եմ ասել, որ ավելի վատ օրինակ կա տեղել, չարյաց փոքրագույն վատ օրինակ դա ինչու՞ դե պատկառելի կենսագրության մարդիկ կան իմ թվարկածների մեջ։ Ինչևէ, գալիս է մի հատ երկրի ղեկավար, անունը Նիկոլ, ասում է ես դեմոկրատիա եմ, ես փաթաթ ունեմ, դուք 30 տարի ինչ եք միջնորդ է, ես թքած ունեմ ձեր տված փաթեթի վրա, ես ինչ դնել եմ գժի տեղ, մի ամիս, 2 ամիս,
Թաքցնելու են փաստաթղթերը իմ ժողովրդից մինչև մի տարի ժամկետով եւ հետո էլ փաստացի նոր է հրապարակել, դու ջոգում ես։ Այսինքն 19 թվականի ապրիլին նա թուղթ է ստացել, Արսեն։ Հրապարակել է 25 թվականի դեկտեմբերին, դեկտեմբերին։ Այսինքն նա 6 տարուց ավել հայ ժողովրդից թաքցրել է, թե պատերազմից առաջ աշխարհը իրան տված վերջի թուղթը, որ տվել է, ինչի մասին է եղել։ Եվ այդ թղթի շուրջ հանգիստ կարելի է բանակցություններ շարունակել։ Եվ ստացվել է այնպես, որ եթե նախկինում Ադրբեջանն էր դեստրուկտիվ կողմը, եւ միջազգայինները բոլորը դա գիտեին եւ ֆիքսել էին եւ Հայաստանի տեսակետները կիսում էին եւ ամրագրում էին այդ փաստաթղթերում, դրանք պրոստը խոսքեր չեն։ Այդ թղթերը բացող, կարդացող լյուբոյ մարդ դա կհասկանա, դաժե մասնագետ չլինելով, կներես քո վրա օրինակը բերեմ, դա դու ես նաև կարդացել, հասկացել այդպես։ Այդպիսի բովանդակության փաստաթղթերի վրա խաչ քաշել, ինադու տապալել բանակցային process-ը եւ Ադրբեջանին տալ փաստացի հիմնավոր իրավունք միջազգայինների աչքերում պատերազմ սկսել, լեգիտիմացնել պատերազմը Ադրբեջանի ձեռքերով, այ դա դավաճանություն է։ Ես չգիտեմ, այդտեղ ինչքանն է չարամտություն, ինչքանն է հիմարություն, բայց հետո կներեք, դուք երբևիցե գալիս եմ դրան։ Այո, գալիս եմ դրան։ Դուք գոնե ձեր մեջ խոսացել եք, որ արդեն 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որ սկսվեց ապրիլի 2-ին, ապրիլի 3-ին կա նախագահի հայտարարություն, որը նա արել է բոլոր դեսպաններին հավաքել է, ԵԱՀԿ դեսպաններին ու հայտարարել է հետևյալը, որ եթե պատերազմը չկանգնի, ես ճանաչելու եմ Արցախի անկախությունը։ Բայց ինչքան հիշում եմ, չասեց կճանաչեմ Արցախի, ինքը ասեց մենք համաձայնագիր կստորագրենք, երկկողմ ինչ-որ մի համաձայնագրի մասին է խոսքը։ Չէ, այդ երկու տարբեր բաներ է։ Նա ասեց, որ եթե պատերազմը շարունակվի, մենք կճանաչենք Արցախի անկախությունը եւ միաժամանակ հանձնարարություններ տվել, պատրաստել Հայաստանի եւ Արցախի միջև ռազմավարական գործընկերության թե դաշինքի մասին, այսպես, այդպեսի փաստաթուղթ։ Դրանք երկու տարբեր հարցեր էին։ Պարոն Աշոտյան։ Այսինքն, այո, Արցախի ճանաչման հարցը մշտապես եղել է օրակարգում որպես դիվանագիտական ֆորս մաժորային իրավիճակներում, եթե կա պատերազմ օրինակ, դրա ժամանակ Արցախը ճանաչելու սպառնալիքը ատոմային ռումբի նման մի բան էր, այսինքն եթե միջազգայիններին ասում ես գնացեք գամերը քաշեք Ալիևի, թե չէ Արցախը կճանաչեմ, իրան գնում ու քաշում էին Ալիևի գամերը, որովհետև Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից կնշանակեր խաչ քաշել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդական առաքելության վրա, Մինսկի խմբի ինստիտուտի վրա, իսկ միջազգայինները դա երբեք չէին ուզում։ Նիկոլ Փաշինյանը, կներես այլ ասեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ, որը տևեց շատ ավելի երկար, քան քառօրյան, Նիկոլը ուներ բոլոր շանսերը եւ հիմքերը ինքը ճանաչելու Արցախի անկախությունը։ Դա կարար աներ հոկտեմբերի 10-ից հետո, երբ որ Ռուսաստանի միջնորդած հրադադարը ադրբեջանցիք խախտեցին, դա կարար աներ հոկտեմբերի 17-ից հետո, երբ Ֆրանսիայի միջնորդած հրադադարը ադրբեջանցիք խախտեցին, դա կարար աներ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդած հրադադարը հոկտեմբերի 27-ին էլի խախտելու դեպքում, այսինքն նա մի քանի շանս ուներ, ոչ միայն պատերազմը կանգնեցնելու ինչը չարեց, այլ նաև ճանաչելու Արցախի անկախությունը։ Եվ դա չարվեց դիտավորյալ, որովհետև իր այս ամբողջ քաղաքականության խնդիրը, ինչպես հետո նաև համոզվեցինք, ոչ թե Արցախը հայկական պահելն էր, այլ Արցախը ադրբեջանացնելը։ Պարոն Աշոտյան, տեսեք, արեք մի քիչ բլից հարց ու պատասխանի բանով գնանք, ժանրով գնանք, որովհետեւ ես Եթե 10 այնպիսի հարցեր, որոնք կարճ պատասխան ենթադրեն, հարցեր։ Հա, չէ, ընդ հա ոչով դες կարանք ինչ-որ ձևի փորձենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի հեղափոխության օրերին ճակերտավոր հեղափոխություն եմ ասում։ Դուք արդեն գիտեք, որ ինչն է նպատակը լինելու Նիկոլ Փաշինյանի թիմի, թե դերևս չգիտեք, sense կասկածանքով եք նայում։ Դուք թիմով գիտեք, ինչն էր իրանց վերջնա, ով ինչ ուժեր էին իրանց բերում Հայաստանին որպես ղեկավարություն։ Շատ ուղիղ դա ասել եմ, հիմա էլ ասեմ։
մենք զգում էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված այդ իշխանազավթումը ունի արտաքին հովանավորներ, մենք զգում էինք եւ ասում էինք այն մասին, որ այդ հեղափոխություն կոչվածը ոչ թե ժողովրդավարության, այլ Արցախի մասին է, որովհետեւ կներես ոչ մի դրսի ուժի վեճը չի, թե Հայաստանում ժողովրդավարությունը ինչ վիճակի մեջ կլինի, քանի դեռ իրանց շահերը այդտեղ սպասարկվում են։ Այսօրվա խայտառակ վիճակը քեզ դրա ապացույցը։ Ես մի հատ հարցից Մենք նաև կներես, մենք նաև գիտենք, որ Նիկոլը չի տիրապետում Արցախի հարցին, որ նա չունի գիտելիքներ ոչ բանակցային, ոչ դիվանագիտական, ոչ բանակաշինական, որպեսզի ստանձնի Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը։ Այս ամբողջը գիտենք։ Շատ լավ։ Կասեք, վերջնարդյունքը իրենց համար Հայաստանի կործանումն է, թե ոչ, ըստ ձեզ։ Իհարկե։ Այո։ Իհարկե Հայաստանի։ Հիմա ուրեմն գամ հիմնական իմ հարցից, պարոն Աշոտյան, խնդրում եմ միջև վերջ հարցս լսեք, որպեսզի կարողանաք հասկանալ հարցիս իմաստը, որպեսզի կիսատ մեկ չհասկանանք էլի իրար։ Պարոն Աշոտյան, ես ձեր արած արտահայտություններից ոչ մենակ հիմա։ Ես հետևել եմ հայկական ինչպիսի հայտարարություններ արել հենց այդ օրվանից։ Այն որ դուք ասում եք, որ սա Արցախի վերջն առնելու իրենց գալով, բայց միառժամանակ չդիմակայեցիք ինչպես որ պետք է, դաժե ազնազոհ լինեիք, որ գնայք այնց խնդիրների լուծման, որ սա ժողովրդի մոտի կողմից ընդունված չլիներ, ընդունելի չլիներ, բայց թույլ չտայք Նիկոլի թիմին գար։ Օրինակ եմ ասում, Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Ես գիտեմ, որ դրան տված է ինչ-որ բացատրություն, որը իմ համար ընկալելի չի։ Տեսեք, ես իմ վրա եմ միշտ վերցրել, եթե ես իմանայի, որ այս մարդիկ հստակ գալիս են Արցախը հանձնելու, ես տանկերը կհանեի դեմերը, ամեն ինչը կանեի։ Զորք կհանեի դեմերը, շատ կներեք։ Արժան, կներես, էլի։ Ես իմ հարցս եմ ուզում տամ միջև վերջ, պարոն Աշոտյան, կներեք։ Խնդրեմ։ Դուք ազգային ժողովում, դուք ժողովրդի թե ճնշմամբ թե ինչով ընդրեցիք, ձեր մարդիկ ընդրեցին, ես հիշում եմ երկրորդ անգամ առաջին անգամ տաբալվեց, երկրորդ անգամ ընդրեցիք իրան վարչապետ։ Դուք բերեցիք իրան դրեցիք վարչապետ։ Ես չեմ ասում ցանկությամբ բերեցիք դրեցիք։ Դա այլ բան է։ Գործողությունները դա է ցույց տվել։ Հիմա դուք զղջում եք ձեր արածի համար, ընդհանրապես թե չեք զղջում։ Հարցադրումը չնեղանաս, հարցադրումը բարոյական չի։ Այն իմաստով, այդ մարդիկ, որ բերել են Նիկոլին իշխանության, որոնք մեր վրա ճնշում են գործադրել, որոնք մեզ հայոյում էին, որոնք մեր ընտանիքներին սպառնում էին, որոնք փակել էին մեր տները, որոնք ինձ քֆուր էին տալիս պատուանի տակ իմ երեխեքը կինս տունը, որոնք անեծքներ էին գրում իմ ծնողներին եւ իմ, որ ասում եմ իմ այդ հակականներին է բոլորին վերաբերում, ամեն անգամ չկրկնեմ։ Այդ մարդիկ զղջացել են։ Ես իհարկե շատ բանի համար եմ զղջացել, բայց մենք 18-ին մեղավորել ենք, համ հիմա մեղավորել ենք, լուրջ եք ասում, իսկ այն մարդիկ, որ այդ դրանց բերում էին իշխանության, տրենգի էին անում, ես իմ ինչ են, դրանք զղջացել են, բոլորը։ Ես մի հոգի գիտեմ քաղաքական գործիչներից, որը կին է, բայց այնքան տղա է, որ հելել է դա ասել է, որ ինքը շատ զղջացել է։ Դա Նաիրա Զոհրաբյանն է։ Ես ուրիշ տենց մարդ չգիտեմ, եթե եղել է, կներեք, ժողովուրդ ջան, ուրեմն ես ձեզ մեղավոր եմ ասում այն տեսակ։ Չէ, թող վերջացնեմ, Արսեն, թող։ Այս են հարցն է, որտեղ կներես, մի րոպե, ցավոք։ Այս են հարցն է, որտեղ ես ու իմ ընտանիքը ու իմ ընկերների ընտանիքները այնքան բան ունեն ասելու, որ ստեղ պահանջողը ես եմ։ Այս հարցի սպրոսանողը ես եմ։ Ժողովուրդ ջան, որ 300,000-ով հավաքվել եք ու միջնամատ եք ինձ ցույց տալիս եք դիր գոռալով։ Դուք զղջացել եք։ Ես տանում եմ տասնյակ նամակներ, որտեղ մարդիկ ինձ անձամբ գրում են, որ հա զղջացել են։ Այո, գրում են, կան այդպիսիք մարդիկ, նրանք քիչ չեն, բայց որպես հավաքական բան մենք զղջացել ենք, ժողովուրդ, դուք զղջացել եք, չեսնը։ Այսինքն դուք համ մեզ պահանջեք դեմ տակ պատին, ասեք սենց արեք, մենք չանենք, դուք էլի մեզ դեմ տակ պատին, երկիրը ցնցումներից փրկելու համար վերջի պահին մենք ապահովենք բացակայող ձեները, կներես։ Մի մոռացի, որ 3 խմբակցություն Նիկոլին առաջադրել է միջև հանրապետականից 10 ձեն է ստացել։ Մենք այդ սաղ մոռանում ենք, հա, լուրջ։ Ու ինչ որ մեկը կարա ինձ ասի խիբերիկ Նիկոլին, ինձ ոչ մեկ չի կարա տես բան ասի։
Որովհետև կներես մի րոպե, կներես։ Լսեք, որ հասկանաք մենք իրար ճիշտ ասած։ Չէ, քո ձևակերպումների մեջ ամեն մի ինչի բերեցիք Նիկոլին։ Հարգելիս, քո ձևակերպումներից քո ձևակերպ Իսկ ով էր մեզ լսում։ Սերժ Սարգսյանը, որ հարցազրույց էր տալիս Շանթում, TRT-ում, լսում էին այդ օրերին։ Որ ես ազգային ժողովի ամբիոնից ասենք ձեր այդ խնդիր եմ ունեցել, ես չեմ տիրապետել այդ ինֆորմացիային, որին դուք պետքա տիրապետեիք, թե այս մարդը Եղավ, բայց եթե չէր տիրապետում, Արսեն ջան, կներես օրինակը դուք ո վրա բերեցիք։ Բա ուր էիր դուք կողում քաղաքականության մեջ, ցավը տանեմ։ Բայց ուր էիր։ Ես Նիկոլ չեմ ընտրել, բայց Դեմ ասում Նիկոլոս ընտրել։ Մարդիկ ովքեր փողոցում մերժում էին մեր իշխանությանը, բայց ասում են հիմա որ ինֆորմացիա չունեին այս ամեն ինչի մասին պատկերացում չունեին։ Բա դուքները ուր էիք խոթում։ Բայց դա ժողովրդավարությունն էր, հա։ Եկան չհասկացա, որտեղ պետքա իրավունքներ ունեն բոլորը, որտեղ պետքա այդ իրավապարտականությունների մասին մոռանում են, չէ։ Հարգելիս, ամեն մեկը ունի իր ընտրության իրավունքը։ Ցավոք սրտի, նաև մեր սխալների պատճառով, արի չեսնը խոսանք, 18-ը նաև մեր սխալների հետևանքներ, որ մեզ չէին լսում, մեր սխալների հետևանքներ, որ գեներացվել էր այդքան մեծ ատելություն, դա մեր սխալների հետևանքներ, որ մեր թիմում կային մարդիկ, ովքեր վարկաբեկում էին մեզ, օգտվում էին իշխանությունից, զբաղված էին տարբեր ոչ ճիշտ գործերքների եւ գործերի մեջ, դա մեր սխալն էր։ Բայց հիմա այդ մարդիկ մերը չեն, Նիկոլի կողքն են։ Այդ մարդիկ, որ մեզ ամենաշատն էին վարկաբեկում, առաջինը թռանահակեից կներես բառես համար։ Ու սենց շարանը, էս են թեման է, որտեղ որևէ մի կողմ ճիշտ չկա։ Մենք մեր փայ սխալներն ունենք, հրապարակավ ընդունել ենք նախագահի շուրթերով, մեր շուրթերով, բայց այն մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը ասում են չգիտեինք ու արել ենք, պետք է իրանք էլ իրանց փայ խոստովանություն անեն։ Միայն փոխադարձ խոստովանությունները սխալների կարող է ճանապարհ բարձել ապագայի համար։ Կան ես նայում եմ, կան քաղաքական ուժեր, որոնք միջև հիմա այնքան անբարոյական են կամ գործիչներ, որոնք ֆռում ասում են, որ 18-ը ճիշտ էր, լուրջ եք ասում։ Լուրջ եք, դաժե եթե Սերժ Սարգսյանի իշխանություն լիներ այնքան վատը, ինչքան 18-ի օրերին բոլորիդ համոզել էին։ Հետո պարզվեց, որ Սաշիկի 50-50-ներն էլ է հորինվածք, որ այդ տեսախցիկներն էլ է հորինվածք, լիքը բան հորինված կա։ Բայց դաժե եթե այդ սաղ ճիշտ լիներ, լուրջ դուք իմանալով, որ սենց է լինելու, էլի պնդում եք, որ 18-ը ճիշտ է, հարցս քեզ չի ուղված։ Հարցս ուղված այն անմիտ, անբարոյ։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, թույլ տվեք մի հատ ուրիշ հարց այս դեպքում տամ։ Ես ուզում եմ, որ մեր զրույցից հետո շատ մարդկանց համար շատ հարցեր փակվեն ընդմիշտ։ Ես այդ հավաք, նայ, լսի, ցավը տամ, ես չեմ կարծում, իհարկե կլինեն մարդիկ, ովքեր որոշ հարցեր իրանց մոտ կփակեն։ Նաև այս հարցազրույցը։ Բայց կլինեն մարդիկ, որոնք այդպիսի ով էր։ Ինչու բան եղավ, ինչ եղավ։ Գցես դուս, ժալոբա գցեցին երևի վրան։ Իրոպե, հանեք։ Նա դե զապրոս գցեք, հա, ոնց որ թե ձեր վրա ժալոբա գցեցին։ Նիկոլի ջուդիգներն են ստեղ նստած։ Так։ Բլոկում են, հա, բլոկում են, բա ինչ պիտի անեն, ճիշտ խոսքից կբլոկվեն։ Ահա։ Տեսնում եք, չէ, ինչ ատակա եղավ ձեր վրա, պարոն Աշոտյան, մեր խոսքով ասած ֆեյքային բանակը հարձակվեց ձեր վրա։ Ես սովոր եմ, Արսեն ջան, ես սովոր եմ։ Ինձ այլևս ոչինչ չի վախեցնում, բացի հայրենիքի կորստից։ Հա, ամբողջական լինի մեր խոսակցությունը, մի հատ sense թեթև հարց է տամ, էլի։ Տեսեք, կամ դուք թերի եք աշխատել դուք ասելով ձեր իշխանության մաս կազմող ազգային անվտանգության ծառայությունը, որ չի նկատել թե ով է աջեցնում Նիկոլին, մեր գլխին ինչ ահավիճ կա բերում, կամ լավ չի աշխատեք, կամ չգիտեմ, կամ դուք իմացել եք ուղղակի շանտեղ չեք դրել, sense գրուբի ասած, որ տարբերակին ես մենք պետություն ենք եղել, չէ՞, ժամանակ ու ես հստակ կարամ ասեմ, Սերժ Սարգսյանը ինքը հասարակ մարդ չի, իմ համար էլ հասարակ մարդ չի, ինքը ամենա ուժայիններում ծառայած, ամենա սենց ինֆորմացված, ամենա գրագետ մարդկանցից մեկն է։ Ես չեմ հավատում, որ իրանք չեն իմացել, որ այս մարդուն աջեցնում են։
Ով էին այդ աջակցողները, ինչու համար էին աջակցում, բայց ինչի՞ չի աշխատել մեր անվտանգության ծառայությունը, որ չի կանխել այն գլխից, որ ինքը թուրքերի հետ հանդիպում էր, օրինակ, կներեք, խնդրեմ։ Իդեպ ես այդ ինֆորմացիան չունեմ, որ ինքը թուրքերի հետ հենց հանդիպում էր։ Այն որ Նիկոլ Փաշինյանը բանը դաշնակ տեղեն չի հայտարարել, որտեղ են իրանք հանդիպել թուրքերի ադրբեջանցիների։ Ես չեմ հետևել այդ ինֆորմացիային, կներես Արսեն ջան, մեկնաբանում եմ այն, ինչ որ գիտեմ հաստատ։ Okay. Չնեղանա ձեր մատնանշած աղբյուրը, չգիտեմ ով է, բայց ես չեմ։ Այդ դաշնակ լրագրողը, որ միշտ իր այդ բանավիճում է, ինքը մի անգամ Եղամա, չգիտեմ, չեմ լսել իրան։ Ինքը բան արել, Չեմ կարծում, որ դա այն ժամանակ, եթե հիմա անգամ պարոն Մանուկյան այդպեսի բան հայտարարում, ինքը այն ժամանակ գիտեր դրա մասին, որտեղ եթե իմանային, հաստատ գոնե դաշնակը։ Լրագրողը, դաշնակ լրագրողը այն որ եվրեի տղու մասին էր ինչ որ հայտարարություններ էր անում, որ բանը բլոգեր եվրեի տղու համար էր։ Գիտեմ, արի անցնենք, հա, ես մեկնաբանում եմ ՀՀԿ, ՀՀԿ իմ ընկերներին, ՀՀԿ ղեկավարին, ՀՀԿ քաղաքականին։ Եթե մենք իհարկե իմանայինք, որ այսպես է լինելու, ես մի անգամ էլ շատ ուղիղ ասել եմ, իհարկե ես որ իմանայի սենց անելու, Նիկոլի հետ մի հատ նկար ունեմ Մոսկվայում 17 թվականի հունիսներ ոնց որ մի հատ Ռուսաստան այց էին կարել խորհրդանական պատվիրակությամբ, մի քիչ տաքացել էր այսպես ասած դալիճում բանը մթնոլորտը, մի պա դուրս եկանք օդափոխվելու։ Իհարկե ես եթե սենց իմանայի, ես էլ կարամ հիմա հեշտ ասեմ, դու ասում ես տանկերը կհանեի դուրս, ես էլ ասեմ կշպրտեի իրան բանից, 700 հարգից հետո։ Դա հարցալուծում։ Դա թուլության նշան է, հիմա ինչ որ ես ասացի։ Դա անճարության նշան է։ Դա խոստովանություն է, որ մենք անճար ենք։ Որտեւ եթե ես ռետրոսպեկտիվ ասում եմ իմանայի կշպրտեին Նիկոլին 17 թվականին Մոսկվայի հյուրանոցի հետ կռշից ներքև, դա անճարության նշան է։ Որտեւ եթե նման բան ասվում, ընդհանրապես հուզական պորտման մեջ, ինչպես դու քո տանկերը հանեցիր։ Դա այդպես չի։ Եվ կներես հիմա շատ հեշտ է 7 տարի անց գնահատականներ տալ։ Բոլորը մոռացել են կամ ուզում են մոռանալ, թե 18-ին իրականում Հայաստանում Երևանի փողոցներում ինչ էր կատարվում։ Այդպիսի բան ես չեմ տեսել ու չեմ պատկերացնում, որ կարար լիներ իմ երկրում։ Նորից կրկնեմ, մեր մեղքի բաժինը ընդունելով, բայց նաև այդ ինքնախոստովանությունները պետք է լինեն բոլոր կողմերից։ Եթե մենք իրոք ուզում ենք առաջ գնալ, եթե մենք ուզում ենք պրոստը շուստրություն անել, որ տիպը մենք մեղավոր չենք, մեղավորը միշտ դիմացինն է կամ ավելի տենց թևավոր խոսք դարձած բանկերը, սաղ Սերժն է մեղավոր։ Հա, կան մարդիկ, որոնք ուզում են այդտեն շարունակել ապրել, որոնց մոտ դաժե եթե ստամոքսի ժոգ ալնում, էլի սաղ Սերժն է մեղավոր։ Իրանք սեփական պատասխանատվություն չեն ուզում կրեն սեփական առողջության համար նույնիսկ։ Հարցը դրա մասին չի։ Հարցը հետևյալն է։ Իհարկե ես վստահ եմ, որ իմ ժողովրդի 99.9%-ը, որ իմանար սենց անելու, փողոց չէր դուրս գա Սերժին մարշելու։ Ինչպես նաև վստահ եմ, եթե մենք իմանայինք, որ սենց անելու, կարող է ուրիշ ճանապարհով գնայինք։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ լինելու է այս աստիճանի վատ, հասկանում ես։ Առնվազն, արի մենք 18-ի վրա ենք սևեռվում, բայց բարի ուղիղ խիզախություն ունենանք, ես ու դու կարծում եմ այդ խնդիրը չունենք։ Եվ ասենք, որ այսօրվա վիճակը 21-ի հետևանքն է։ 18-ի հետևանք կարող լիներ 44 օրյա պատերազմը։ 18-ի այդ ամբողջ իրադարձությունների, ինչի մասին մենք զգուշացնում ենք եւ այլն։ Բայց այսօրվա վիճակը դա 21-ի հետևանքն է, Արսեն ջան։ Դա 18-ի հետ կապ չունի։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում վերջի 4 տարիների ընթացքում, դա Նիկոլի բառը դնում եմ ճակերտների մեջ, վերընտրության արդյունքը 21 թվականին։ Ու բրծ։ Իսկ այդտեղ կներես ովով գոնե մեր մեղքերի բաժինը ամենափոքրն է եւ ամենավերջիցը բոլոր քաղաքական ուժերի մեջ։ Իսկ ես այդտեղ вообще անձամբ կիսելով կուսակցական որոշումների պատասխանատվությունը խիղճս вообще մաքուր է։ Թեպետ դա ոչ մի դարման ու ցավ չի փարատում։ Հիմա ասում եմ խիղճս մաքուր է այդ իմաստով 21 թվականի, բայց ես լավ գիտեմ, որ դա ինձ вообще վեճս չի։ Այսինքն ինձ ոչ մի ցավ այդ գիտակցումը, որ ես 21-ում մեղք չունեմ, չի փարատում, հասկանում ես, որտեղ մեկը այդ բանը տեղի է ունեցել։ Մեկը ընտրություններ տեղի ունեցան, մեկը Նիկոլը վերընտրվեց ճակերտների մեջ, որովհետև այդտեղ
իհարկե նային բազմաթիվ խախտումներ կային, բայց ես հեռու եմ այն մտքից, որ ինքը 680,000 ձենա կեղծել էլի։ Կարար կեղծել 100, 150, 200, բայց ոչ 680,000, հասկանում ես։ Ես լրիվ ես վերջի ձեր ասածի հետ ամբողջովին կիսում եմ ձեր մտահոգությունը, որ երկկողմանի պետք է լինի սխալների վերլուծություն ու պետք է արագ դա արվի, որովհետեւ մենք հասկանանք, որ եթե նավը խորտակվեց, մենտեղ նավը չի հարցնելու այդ խեղդվելու ժամանակ, թե ով էր շատ մեղավոր, ով էր քիչ մեղավոր։ Պարոն Աշոտյան, ինչի չի գաղտնաձերծվում 44 օրվա պատերազմի հետ կապված հանձնաժողովի այդ, չգիտեմ, ոնց է այդ փաթեթը կոչվում։ Ձերկույցը ինչու չի գաղտնաձերծվում։ Դուք ունեք ինֆորմացիա, ինչը չեն ուզում, որ մինչև ընտրությունները մենք ժողովուրդը իմանանք։ Շնորհակալություն։ Նայ, շատ կարևոր հարց ես տալիս։ Եվ դա էլ է պատճառներից մեկը, որ Նիկոլը Արցախյան բանակցությունների փաթեթը ստիպված եղավ հրապարակել ու շուտ հրապարակեց։ Այո, դա կապված է ընտրությունների հետ։ Իրանք 44 օրյա հանձնաժողովը խիստ ստեղծեցին, արի գանք ամենասկզբից։ Մենք ասում ենք, այդ հանձնաժողովը չի կարող աշխատի, եթե իշխանությանը Նիկոլն է, որովհետև ճշմարտությունը չի բացահայտելու, որովհետև այդ հանձնաժողովը ստեղծվել է Նիկոլի արած սխալ որոշումները, քայլերը, դավաճանությունները կոծկելու համար։ Կոպիտ ասած, սաղի ջեբը պետ պատերազմը գցելու համար։ Դրա համար է այդ հանձնաժողովը ստեղծվել։ Դրա համար էր այդ շոուները, կհիշես Դավիթ Տոնոյանին անգամ բերդից հանեցին տարան, Նիկոլը գնաց ինչ-որ երկար 1-2 օր խոսեց, ես նստած էի այդ ժամանակ, բաներ, սաղագրություններն է փաստաբանս բերել։ Սարգսյանն էլ է, չէ՞, ոնց որ մասնակցել է դա։ Տեր Սարգսյանը 44 օրյա հանձնաժողովի աշխատանքին չի մասնակցել, ապրիլյանին է։ Ուրիշ հանձնաժողով։ Ապրիլյանին է մասնակցել։ Okay։ Հիմա տես մեկը գրել է կներես Աշոտյան, ես ինչ օրն ես ընկել TikTok-ով ու ես ուժեղ խոսում։ Էդի վատա որ ես TikTok-ով։ Պարոն Աշոտյան, ես դες control եմ, ընդհանրապես chat-ին մոռացա նոր տեսա պրոստը։ Ֆեյքերը այստեղ ֆեյքերը մարդիկ ահա, թե ուզում եմ հասկանալ։ Չեն առաջնորդվում, ոդքերով են մտածում։ Ես կարամ անգամ բացատրություն տամ, իմ երեխեքը TikTok-ում ավելի շատ են, չէ, ես ճիշտ բացատրություն եմ տալու, ոչ թե ապրավդացիա եմ լինում։ Ես ասում եմ, ես ընդեղ եմ, որտեղ իմ երեխեքի սերունդն է, որտեղ իրանք արդեն ընտրող են։ Եվ իրանք կարող է գիրք չեն կարդում, Facebook այդքան չեն մտնում, բայց ստեղ նայում են։ Եվ ես այստեղ եմ, այո, որպեսզի քանի կարող եմ, բացեմ։ Բրավո ձեզ, որ դուք 16, 18, 20 տարեկան երեխեքը պետք է իմանան ճշմարտությունը։ Արսեն ջան, վերադառնանք հարցիդ։ Իրանք աշխատեցին մոտ 2 տարի, եթե ճիշտ եմ հիշում, եւ չհայտնաբերեցին որևէ հնարավորություն, որով կարային 44 օրյա պատերազմը գցեին ընդդիմության Սերժի կամ Քոչարյանի ջեբը։ Շատ պարզ, դրա համար էլ չհրապարակեցին, որովհետեւ ես զեկույցը բնականաբար չեմ տեսել, այդ զեկույցը գաղտնի է, տեսել են իմ պարլամենտական ընկերները, ավել բան քան կարող են օրենքով ասել, որովհետեւ գաղտնի է փաստաթուղթը ինչ չեն ասել, բայց ես գիտեմ մի բան, որ այդ զեկույցը Նիկոլի նպատակներին չի ծառայել, այդ զեկույցում չկա հնարավորություն պատերազմը եւ դրա հետևանքները ճխտել Սերժի ջեբը, այդ թվում բանակցային բանը, փուլայի դեպ դա էլ ասեմ, որովհետեւ հանձնաժողովը նաեւ ուսումնասիրել է մանդատի մեջ եղել է նաեւ ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը պատերազմից առաջ, այսինքն բանակցություններ, տապալումներ եւ այլն։ Ու չեն գտել ճար, թե ոնց գցեն Սերժի վրա, ոնց գցեն նախկինների ջեբը դա։ Դրա համար չեն հրապարակել։ Հակառակը դաժե, կարամ ասեմ, որ ակամայից փաստեր են իհայտ եկել, որքանով ես հասկանում եմ, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են Նիկոլի մեղավորությունը, ինչպես բանակաշինության եւ զինված ուժերի անհաջողությունների մեջ, այսինքն բանակաշինություն բառը սխալ ասացի, բանակաքանդման եւ զինված ուժերի անհաջողությունների մեջ, այնպես էլ դիվանագիտական մակարդակով։ Դրա համար էլ այդ զեկույցը չի հրապարակվել, որովհետեւ չեն կարծել, դաժե իրանք չեն կարողացել թխել, մոգոնել, սինթեզել, ստեղծել ինչ-որ մի արհեստական իրականություն, որով կարային այդ պատերազմը եւ դրա ողբերգական հետևանքները գցեին ընդդիմության վրա։ Դրա համար էլ չի հրապարակվել։ Իշխանափոխությունից հետո պետք է ստեղծվի նոր հանձնաժողով, անպայման, առանձին եւ բանակցությունների ամբողջ այս պրոբլեմատիկան փաստագրված հանի եւ բուն պատերազմը եւ կներես էլի։ Մենք պատերազմ ենք ասում եւ ճիշտ ենք անում, որովհետեւ մեր ողբերգությունների ամենացավոտ 5000 երեխու կյանք խլած իրադարձությունը,
բայց մեր ողբերգությունների շարանը շարունակվել է անգամ նոյեմբերի 9-ից հետո, չէ։ Եվ մենք այսօր շատ ավելի վատ վիճակում ենք, քան նոյեմբերի 9-ին։ Եթե նոյեմբերի 9-ին մի 3,500 քառակուսի Արցախ կար, 120,000 հայ կար Արցախում ապրող, եթե նոյեմբերի 9-ին դեռևս Ջերմուկի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զորքը ոտնակող չէր արել մեր տարածքը, ու տենց բազմաթիվ այլ եթեների պարագայում, այսօր այդ սաղ տեղի է ունեցել։ Այսօր եթե իդեպ ամենակարևորը, եթե նոյեմբերի 9-ից հետո չկար նորմալ մարդ, որը կմտածեր, որ Նիկոլը կմարսի այդ պատերազմը, այդ կապիտուլյացիան ու կմնա վարչապետ, ինքը 4,5-5 տարի է վարչապետ արդեն այդ պատերազմից հետո։ Այս դաժան փաստեր են, դաժան։ Եվ նորից եմ կրկնում, այսօրվա վիճակը 21 թվականի հետևանքն է, 21 թվականի շարունակությունն է, ոչ թե 18-ի։ 18-ը բերեց 20 թվականը, իսկ 21 թվականը բերեց այսօրը։ Եվ այո, դու շատ ճիշտ հարց տվեցիր, Հայաստանի վերջը տալու են, այո, տալու են։ Կարող է մենք ֆորմալ պետականություն պահպանենք, կարող է, չեմ բացառում։ Մենք օբսիդիանից են վերնիսաժի վրա դրոշի պատստավկեքի նման տենց պետություն լինենք։ Մի հատ տենց պատստավկա վրան եռագույն, բայց տակը ինչ է լինելու։ Դու պետականություն առանց ինքնիշխանության քանի կոպեկ արժի։ Պետականություն առանց այդ պետականության տեր ժողովրդի ինքնության քանի կոպեկ արժի, ինչ պետականություն։ Ֆորմալ իմաստով գուցե Հայաստանի Հանրապետություն ինչ-որ վարչատարածքային միավոր շարունակի մնալ գլոբուսի վրա, բայց այդ ինչ պետություն է լինելու, այդ ում պետություն է լինելու, այդ ում համար է այդ պետությունը աշխատելու, եթե հայի համար չի աշխատելու հայկական պետությունը, հային պետք է այդ պետությունը, արդյոք դա հայկական է։ Արցախի ժամանակավոր օկուպացիա, ես չեմ համարում Արցախը ընդմիշտ կորցված, իշքան ուզում ալի, սա ես իհարկե քո հետ համաձայն եմ, հավատում, որ մենք ընդմիշտ կորցրեցինք։ Ես քո հետ համաձայն եմ։ Կգան ուժեր, որոնք ճիշտ աշխատելու դեպքում, եթե թուրքերը կարողացան ելքեր գտնել, մենք եք գտնենք այդ ելքերը ավելի շուտ։ Այ ես ուզում եմ ձեզ հարցնեմ, դուք, անձամբ դուք, կուսակցությունը մի կողմ, դուք լինելով իմ համար շատ խելացի անձնավորություն, ես ձեզ Շնորհակալ եմ վերաբերմունքիդ համար։ Ես միշտ ձեզ հավանել եմ ձեր խելքը, ձեր ասած ասած առաջարկությունները հավանել եմ։ Ես ձեր հումորն եմ հավանել, որ դուք անգամ ինքնակրիտիկայով եք մեկ զբաղվում, ծիծաղելով անգամ ձեր ինչ-որ կարած քայլի վրա։ Ասենց դուք 21-րդ դարի մարդ եք իմ համար։ Հիմա ես ձեզ Շնորհակալ եմ։ անձամբ դուք, պարոն Աշոտյան, անալիզ արել եք, ընդհանրապես վերլուծություն արել եք Արցախյան ժամանակավոր օկուպացիայի մեջ ով ինչ չափաբաժին ունի մեղավորության, անձամբ դուք, որովհետև ես տեսել եմ մի Աշոտյան, շատ կներեք, թրաշը հանած ուրիշ ապրելակերպով, տեսել եմ Արցախի կորուստից հետո մի 20 տարի մեծացած Աշոտյան, սենց ասած, եթե ֆիզիկապես դաժե նայես։ Արսեն ջան, շնորհակալ եմ եւ գնահատականիդ համար եւ հարցիդ համար իհարկե արել ենք։ Արցախի այսօրվա վիճակը Նիկոլի եւ Ալիևի միասնական ջանքերի հետևանքն է։ Միասնական, դիտավորյալ միասնական ջանքերի հետևանքն է։ Իհարկե կարող ենք հովանավորներին էլ փնտրել, գտնել անուններ էլ տալ, բայց ակնհայտ է, որ գետնի վրա աշխատել է Նիկոլը Ալիևի հետ պասերով, ամբողջ եղել է պասերով։ Չգիտեմ դու կհիշես թե չէ, սրանք որ հələ միջև Արցախի հայաթափումը ասում էին, որ կա 3 տեսակի առաջարկ, եվրոպական առաջարկ, ամերիկյան, չէ, կներես, ասում էին կա ռուսական առաջարկ, որով Արցախի կարգավիճակի հարցը տեղափոխվում էր հաջորդ սերունդներին, կար ամերիկյան առաջարկ, որը չէր շոշափում Արցախի կարգավիճակի հարցը, եւ ես բացահայտեցի, հրապարակեցի մի թուղթ, որ ստացել եմ իմ ընկերներից Բրյուսելից, որոնք ապացուցում էին, որ կար նաեւ եվրոպական առաջարկ, որով Արցախը դիտվում էր Ադրբեջանի կազմում։ Այդ ժամանակ 22 թվականի հոկտեմբերն էր։ Ես բացահայտեցի այդ առաջարկությունը, հրապարակեցի այդ փաստաթղթերը, չէ, հոկտեմբերն էր, ոնց որ հա։ Մի խոսքով դրանից հետո այնքր գործերը, որ վրես կարում էին, արագացրեցին եւ ինձ տարան կալանքի դեպ, էդի ուզում եմ շեշտել հատուկ։ Ես չեմ ասում, որ միայն այդ իմ բացահայտման պատճառով, բայց ակնհայտ էր, որ
այդ թղթի ու ծեշկեն, որով բացահայտվում էր, որ Նիկոլը ծախում է Ղարաբաղը, եւ ինքը նորից խափում էր մեզ, այդ թուղթի իր դերակատարությունը տեղ ունեցավ։ Արցախը հայաթափվել է Նիկոլի ծրագրային գործունեության արդյունքում Ալիևի հետ միասին։ Դա փաստ է, դա պարզապես տենց 21 թվականի բոլոր հանրային հասարակական ելույթները, միջոցառումները, հանդիպումները Նիկոլի մասնակցությամբ Արցախի հարցին վերաբերող ելույթների կտորները, որ դնենք իրար կողք, սենց ամբողջությամբ դա դոմինոյի նման, տենց ամեն մի քար հաջորդ քարի վրա ընկել է եւ բերել է այս վիճակի։ Ինչի մասին մենք զգուշացնում ենք, Պրագան ենք շատ հաճախ հիշում այդ ընթացքում, բայց Պրագան այդ հարցի Արցախից հրաժարվելու process-ի ընդամենը վերջակետերից էր։ Դա սկիզբը չէր, սկիզբը միջև էր դրված, երբ որ Նիկոլը հայտարարեց, որ մի քիչ իջեցնենք նշաձողը եւ միջազգային հանրությունը մեր կողմից կլինի։ Եվ բազմաթիվ այլ հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են իր կառավարության ծրագրին։ Որ ասում ենք Նիկոլը լեգիտիմ չի, ինքը լեգիտիմ չի ոչ միայն այն պատճառով, որ բոլոր սոցհարցումներով չունի հանրային աջակցություն։ Ինքը լեգիտիմ չի նաեւ այն պատճառով, որ ընտրվել է այսպես կոչված որպես վարչապետ մի կառավարության կազմում, որի ծրագիրը եւ իր գործողությունները հանգուցային հարցերում իրար ռադիկալ, կարդինալ հակասում են։ Եվ ինքը նաեւ այդ իմաստով, ինքը նաեւ քաղաքագիտական իմաստով լեգիտիմ չի։ Եվ այս դրա մասին խոսակցությունները իհարկե պետք չի մոռանալ։ Ինչպես բերել հետ եւ այլն, արի ուղիղ խոսեմ ես քեզ, ասեմ։ Այս պայդերությամբ հաշվի առնելով ստեղծված վիճակը, ամենակարևոր բանը, որ երբեք չի կարելի հրաժարվել Արցախից, գոնե մեր ուղեղներում, մեր սրտերում։ Հողը այնքան է քոնը, ինչքան այդ հողի մասին հիշում ես եւ ուզում ես այդ հողը հետ բերես։ Կամ վերադառնաս այդ հողը ապրելու։ Այդ տեսակետից դու Ադրբեջանի օրինակը բերեցիր, ես ավելի լավ օրինակ բերեմ։ Հրյաները 2000 տարի չեն ունեցել ոչ միայն պետականություն իրենց հայրենիքում, առհասարակ այնտեղ գրեթե չեն բնակվել, շատ քիչ քանակով։ Բայց 2000 տարի ամեն անգամ իրենց տոնին ազգային ասում էին հաջորդ անգամ Երուսաղեմում։ Եվ 2000 տարի անց վերադարձան Երուսաղեմ։ Եվ այո, այդ հայրենիքը իրանցներ, քանի դեռ իրանք դրա մասին հիշում էին։ Եվ այդ նույն օրինակը մեզ պետք է։ Եթե կարանք տենց վատ ենք զգում, որ հրեական օրինակ պետք է վերցնենք, տենց խանդի կամ նախանձի կամ մեծամտության բան կամ մեր օրինակը ստեղծենք։ Ես չեմ պարտադրում հենց հրեական օրինակը, բայց դա ամենացցումն է, թե ինչպես է ժողովուրդը վերադառնում իր հայրենիք։ Որտեղ սկզբից վերադառնումը, այսը կարևոր պահք է, այստեղ կարևոր կտոր է։ Հրեա ժողովուրդը սկզբից վերադառնում է հայրենիք, հետո է այդ հայրենիքում պետություն կառուցում։ Հետևաբար մենք հաջան։ Ես վերադարձնելու մասին կուզենայի մի քիչ ավելի ուշ խոսեինք, բայց ես փորձեցի, քանի որ օրգանապես կապված էր հիմա ասել, բայց ոնց հարմար է քեզ։ Թե տեսեք, ուղղակի որպեսի բանը, հետո նորից հետ չվերադառնանք ինչ-որ ժամանակահատվածի ընթացքի, էլի, հերթով գնանք։ Տեսեք, պարոն Աշոտյան, ի՞նչն է խանգարում Հայաստանի Հանրապետությանը զինամթերք ձեռք բերել այլ պետություններից։ Մենք խանգարող հանգամանք ունեցել ենք, թե չէ։ Տեսեք, ինչու՞մն է խոսքը, ինչու եմ ես այս հարցը տալիս։ Շատ շատերը անցյալում իշխանության մաս կազմող մարդկանցից մեզ բացատրում են հետևյալ կերպ, որ լինելով ՕԴԿԲ-ի մեջ, ունենալով դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, ՕԴԿԲ-ին ինչ-որ պունկտեր կար, որը մեզ թույլ չէր տալիս զինվել օրինակ նատոյական ինչ-որ երկրից, բայց եթե նատոյական երկիրն է կողքի դնենք, կան նաև ոչ նատոյական երկիր, ավելի սավրեմենի զենքը, որ մեզ կարող են տալ։ Օրինակ նույն է Հնդկաստանը, նույն Իսրայելը, իրանք ծախում են։ Այնեն չի, որ Իսրայելը մեզ չի առաջարկել, դուք ինձանից լավ գիտեք։ Ձեր կողմից մանրանշված անձնավորությունը Տոնոյանը ինքը իր բերանով ասեց, որ առաջարկել են, մենք չենք ուզել, որովհետև ու այդ որովհետև հետո դարավ ջարտոն, օրինակ ասած։ Եղել է դες ինչ-որ Ռուսաստանի կողմից մատ թափ տալ, թե այ տեսեք, եթե դուք ուրիշի զենք առաք, այս կլինի, այն կլինի, այն կլինի։ Ոնց որ եղավ Եվրազիական միություն մտնելու պատճառաբանությունը, որ ունենք անվտանգային խնդիրներ, Արցախ եւ այլն եւ այլն։ Խնդրեմ, եթե կարողացա ճիշտ Ես հասկացա քեզ, նայ։ Եվրասիականից սկսենք, Արսեն ջան։ Եվրասիականի ժամանակ ոչ մեկ մատ թափ չի տվել Հայաստանի վրա։ Ավելին ասեմ քեզ, Եվրասիական միություն մտնելու
որոշումը Սերժ Սարգսյանի կողմից կայացված այն, որ ասում են մի գիշերվա մեջ։ Եթե մի գիշերվա մեջ կարելի է որևէ տենց խոշոր միություն մտնել, դե ես պահանջում եմ ուրեմն այդ նիկոլական պրոպագանդիստներից, թող մեզ մի գիշերվա մեջ մտցնեն ԵՄ, կարա՞։ Այսինքն ինչքան դեբիլ պետք է լինել կներես բառիս համար, մտածելու համար, որ մի օրվա մեջ կարելի է մտնել կամ մտցնել որևէ երկիր վերազգային վերպետական կառույցի մեջ։ Դե եթե մի օրվա մեջ տենց հարցերը լուծվում են, դավայ, տարեք մեզ Եվրամիություն, մի օրվա մեջ, բայց կարակ, չեք կարա, չէ՞, որտեվ տուֆտում եք։ Խոսքս նրանց է ուղղված։ Հիմա վերադառնանք այդ Եվրամիսիական միություն մտնելու որոշումը ընդհանրեն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։ Սերժը ճիշտ էր, իրան քննադատողները այդ հարցով սխալ։ Նախ առաջինը Եվրասիականի շնորհիվ է, որ մինչև հիմա անգամ այս վիճակում արդեն նիկոլական իշխանության օրոք Հայաստան տնտեսական աճ ունի։ Մոռանում ենք դրա մասին։ Մոռանում ենք, որ այդ գազը ստանում ենք Եվրասիականի շնորհիվ, որ ապրանքների արտահանումը աճել է եսի աստղաբաշխական թվերի Եվրասիական միության երկրներ եւ այլն եւ այլն։ Այսինքն նաեւ այն փաստը, որ մենք այդ ժամանակ մտնելով Եվրասիական միություն խուսափեցինք, այո, պետք է դա ուղիղ ասել, Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը կրկնելուց վատ էր, մեզ այդ վաղտեր պետք պատերազմա, մեզ պատերազմեր պետք, մեզ կորուստներ են պետք, ակնհայտ է, չէ, որ այո, այդ որոշում ուներ ոչ միայն տնտեսական, նաև գեոպոլիտիկ հիմքեր, որտեղ հնարավոր չի լինել մի անվտանգային համակարգում, իսկ տնտեսական համակարգում մտնել դրան հակադիր որևէ բևեռի մեջ, չես կարող լինես հապկում եւ ԵՄ-ում միաժամանակ, արի էսի չեսնը ֆիքսենք։ Հիմա վերադառնանք զենքի հարցին։ Իհարկե, տարբեր երկրներից անգամ մեր օրոք են այդ զենքերը ձեռք բերվել։ Ես քեզ ընդամենը հիշեցնեմ, որ նույնիսկ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Հայաստանի տարածքում գործարաններ է բացել, մեր օրոք, ռազմական գործարաններ։ Եվ դա եղել է, եւ եղել են ձեռքբերումներ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից, որքանով ես մասնագետը չեմ բանակի եւ պաշտպանության զինված ուժերի այդ իմաստով։ Բայց ես հստակ հիշում եմ եւ Լեհաստանից եւ Չեխիայից եւ տարբեր ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեր առած զենքերը։ Խնդիրը ուրիշ բանի մեջ էր։ Հայաստանը չուներ այդքան փող եւ այսօր էլ չունի այդքան փող, որ առնի այն զենքերը, որոնք շուկայում բարձր գներով վաճառում է օրինակ Իսրայելը։ Բայց մենք ունենք մեր ժամանակ կային համապատասխան կապեր եւ հնարավորություններ գին որակ հարաբերակցությամբ առնել մեզ համար մեր պաշտպանական խնդիրները լուծող համարժեք զենք եւ դա արվել է։ Դա եղել է հիմնականում այո ռուսական արտադրության։ Բայց մենք ունեցել ենք նաեւ օրինակ չինական հրթիռային կայաններ, չէ՞, դա էլ չմոռանանք։ Այսինքն զենքի խնդիրը նախ եւ առաջ ոչ միայն փողի, իհարկե փողն էլ է կարեւոր, բայց նաեւ նպատակահարմարության խնդիր է։ Օրինակ, Նիկոլը գնաց 400 սու առավ 130 միլիոն դոլարով։ Պետք էր։ Չէ, նպատակահարմար չէր, չէ։ Պարզապես այդ բաները պետք չէին, այդ բաները, ինքնաթիռները, են էլ առանց հրթիռների։ Այսինքն խնդիրը մենակ փողը չի, խնդիրը նաև նպատակահարմարությունն է։ Ու ինչքան էլ չսիրեն ոմանք Ռուսաստանին, ու չեն կարա չընդունեն, որ գին որակ հարաբերակցությամբ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում։ Լավագույններից։ Եթե այդպես չլիներ, Կալաշնիկովը չէր ելնի մի քանի երկրի դրոշների եւ գերբերի վրա։ Այդ էլ ֆիքսենք, հա։ Ես ռուսական военно-промышленный կոմպլեքսի բանը կոմի վոյաժորը չեմ, ոչ էլ իրանց առևտուրը խթանող ագենտ, հա, այսպես ասած վաճառքի։ Բայց դա փաստ է։ Դա պարզապես փաստ է, որ գին որակ հարաբերակցությամբ ռուսական զենքը ամենաօպտիմալներից էր։ Երկրորդը, Ռուսաստանը մեզ զենք էր վաճառում իր ներքին գներով, այո, որպես ՀԱՊԿ-ի անդամ։ Կոպիտ ասած, եթե մի X զինատեսակ Ադրբեջանը Ռուսներից առնում էր 5 միլիոն դոլարով, մենք առնում ենք 1.5 միլիոն դոլարով։ Եվ դրանով կոմպենսացնում ենք նաև ռազմական բյուջեների տարբերությունը, որովհետև խնդիրը միայն այն չի, թե ինչքան փող ունես, խնդիրը նաև այն է, թե այդ փողով ինչքան բան ես կարում առնես։ Եվ այդ տեսակետից մենք ավելի քիչ փողով ավելի շատ բան էինք կարում առնենք։ Եվ վերջինը, միայն 17 թվականին, այդ թվում Սերժ Սարգսյանի Պուտինին գրած 16-17 թվականներին Պուտինին գրած այն հայտնի նամակի շնորհիվ, որը հայկական շահերը պաշտպանելու մաստեր կլաս է,
որը Նիկոլը ուզում էր հրապարակել որպես կոմպրոմատ, այն իսկ դարձավ Սերժի հաղթաթուղթ այդ նամակը։ Միայն այդ նամակի շնորհիվ մենք ստացել ենք Իսկանդերներ, այդ ուրիշ բան, որ հետո Նիկոլենք դիտավորյալ կարծում եմ այդ զենքը ժամանակին ու ճիշտ կերպով չեն օգտագործել։ Այլև ստացել ենք 300 միլիոն ամերիկյան դոլարի արտոնյալ վարկ զենք գնելու համար։ Կրկնեմ, զենք գնելու համար 300 միլիոն ամերիկյան դոլարի արտոնյալ վարկ Ռուսաստանից։ Այսինքն այս խնդիրները իհարկե ավելի մասնագիտական վերլուծություն են պահանջում, բայց ես հավաստիացնում եմ ձեզ, որ դժվար է Հայաստանի ղեկավարների մեջ գտնել մի մարդ, եւ ներկա, եւ նախկին, եւ ապագա, ով այդքան գիտի բանակը ու պաշտպանությունը, որքան Սերժ Սարգսյանը, ով 92 թվականից այդ գործի մեջ է։ Ժողովուրդ ջան, ակտիվ լայքեք, որովհետև բողոքներ է գալիս մեր էջի վրա, շատ ակտիվ է գալիս բողոքները, խնդրում եմ մի քնեք նստածները տեղերը, օգնեք մեզ։ Պարոն Աշոտյան, դուք լինելով նախկին իշխանությունում զբաղեցնելով կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպիսի գնահատական կտաք որպես չեմ դաժե համաչում եմ ասեմ ձեր գոլեգային, որովհետեւ իմ համար ինքը լրիվ ապազգային ինչ-որ կենտրոնից ղեկավարվող անձնավորություն է, չեմ էլ բան, այդ որ Գարեգին Նժդեի մասին դες բաներ ասում, Մաշտոցի նկարն է հանում եւ այլ լիքը բաներ անում, սխալ հայկական նույն Ծիծեռնակաբերդի քանդել է դες վարվռի նման, այդ դուք ինչ գնահատական կտաք այդ անձնավորության, այս անունն էլ մոռացա ոնց որ Ձեր նշած անձնավորությունը լրիվ արժանի է Նիկոլի նման վարչապետի կառավարության անդամ լինելու անպատվությունը։ Եվ որպես կառավարիչ եւ որպես մարդ։ Նիկոլի կառավարության անդամ լինելը անպատվություն է։ Եվ այդ մարդը լավագույնս է իր գործով եւ մոտեցումներով ապացուցում, որ արժանի է այդ անպատվությանը։ Կներեք, դրանից ավելի լակոնիկ չեմ կարող ասել։ Ինչպես, հա, լավ, Ինչը ժամանակին եղել է նաեւ ինչեւ ինձ կրթության գիտության նախարարության աշխատակից 90-ականների վերջից 2000-ականների սկզբից ինքը նախարարության աշխատակից է եղել։ Այսինքն ձեր մոտ աշխատել է։ Իմ օրոքել է աշխատել, այո, Ծիգում է աշխատել, իմ օրոքել Ծիգում է աշխատել, եւ այն ժամանակ որոշումների կայացումը պետք է այս մի բանը ուղիղ ասենք, հա, ինքը որպես կրթության ոլորտի փորձագետ լավ փորձագետ էր։ Փորձագետ բառը դիտարկեք համաշխարհային բանկի կողմից դրվող պահանջներին համապատասխան, հա, բայց երբեք ես ոչ իմ նախորդ գոլեգաներս Լևոնը Մկրտչյան, Սպարտակը Սեյրանյան, Ողորմած Սերգո Երիցյանը ու Մորոքնան նույնպես աշխատել է, որոշումների կայացում այդ տիկնոջը չեմ վստահել։ Գնով էր որ որոշում կայացներ։ Եվ այստեղ պետք է նորից ասեմ, որպես տեխնոկրատ ինքը Նիկոլի լավագույն նախարարներից է։ Ինքը տեխնոկրատ է։ Ոլորտի մի 15-20 տարվա աշխատած մարդ է, ի տարբերություն նախարարների մեծ մասի, քուչից չի եկել, էլի հասկանում ես նախարարություն։ Ինքը մեջից գիտի համակարգը եւ դրանով էլ ավելի վտանգավոր է որպես նախարար, որպես որոշումներ կայացնող անձ նա ավելի վտանգավոր է, քան մնացած բոլոր նախարարները, որովհետեւ համակարգը մեջից լավ գիտի։ Պարոն Աշոտյան, մեզ միացավ իմ ընկերը, հիմա ես իրան խոսք կդամ, վերջին այս շտրիխը այս հարցի հետ կապված, եթե Ժաննա Անդրասյան, հա, որ գրեցին, շարունակի գործունեությունը, ինչի կարա բերի, ինչ սերունդ կարա մեծանա։ Ակնհայտ է, չէ՞ մեզ համար, որ Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականությունը պետք է անպայման լսվում է։ Հա, լսվում է։ Ակնհայտ է, որ Նիկոլի հակահայկական քաղաքականությունը պետք է իրականացվի ոչ միայն կառավարության, այլ նաև ենթակա մարմինների մակարդակով։ Իսկ մշակույթն ու կրթությունը այն տեղերն են, որտեղ ինքնություն է ստեղծվում։ Եվ ինքը ամենավտանգավոր նախարարն ասելով, ես նկատի ունեմ նաև այն ոլորտները, որ վերապահվել են իրեն։ Կրթությունն է եւ մշակույթը, որտեղ ստեղծվում է ինքնություն, որտեղ ստեղծվում են արժեքներ, որոնք ունեն դաստիարակչական ֆունկցիա, որոնք այո, քո ասած հարցի մեջ այդ բառը կար, սերունդներին փոխանցում են նաև որոշակի արժեհամակարգ, ոչ միայն գիտելիք, այլ նաև արժեքներ, այդ թվում ինքնության, հայկականության արժեքներ։ Եվ այստեղ ակնհայտ է, որ ամենառազմավարական
իզուր չէ, մշակույթ կրթություն եւ եկեղեցի, սա էլ չմոռանանք։ Այս երյակի վրա Նիկոլի արձակումները պատահական չեն։ Հիմա եկեղեցին մենք կգնանք, Արամ ջան, եթե միացնում ես էկրանը Բարի երեկո։ Բարի երեկո։ Լակամի կուսոջեկը քեզ եմ թողել հիմա ախր։ Աշխարհ քաղաքական Մենք այդպես չենք պայմանավորվել իհարկե, որ հյուրեր ենք ունենալու եթերում, Արսեն ջան, բայց խնդրեմ։ Ես ձեզ անպայման, ես ձեզ ասել եմ, մի հատ իմ հաղորդագրություններից նորից լսեք, ես ասել եմ, եթե բարձրանան, դրանք կլինեն իմ մոդիկ ընկերները, ու որ Խնդրեմ, ես պարզապես բարև ձեզ։ Անունը ոնց է կներեք։ Բարև ձեզ, ընկեր Աշոտ, պարոն Աշոտյան, Բարև ձեզ։ Արամ է անունը սա։ Բարև ձեզ հայ ժողովուրդ։ Պարոն Աշոտյան, ես տալու եմ երևի մի քիչ ասենք, ոչ թե պրովոկացիոն, այլ մի քիչ բարդ հարցեր։ Ну Արսենի տված հարցերն էլ էին այդպեսի հանգիստ։ Ну ես չէ, ես ավելի երևի շատ սուր հարցեր տամ, հնուց որ կներեք, եթե ինչ-որ հարցի։ Եթե ինչ-որ հարցի չեք ուզենա պատասխանեք, ուղղակի մի պատասխանեք։ Առաջի հարցը ես ուզում եմ տամ։ Ասեք խնդրեմ, գոյություն ունեցել է ռազմական դոկտրինա Հայաստանի Արցախի վերաբերել, որը հնչում էր մոտավորապես այս ձևի, եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանը ճանաչում է Արցախը, հայտարարում է պատերազմ Ադրբեջանին, ու մի քանի ուղղությամբ հարձակվում է Ադրբեջանի վրա, որպեսզի թույլ չտա կենտրոնացնել հարվածները մի ուղղությամբ։ Սա առաջի հարցը։ Մի վարքյան հերթով գնանք, Արամ ջան։ Ձեր տված հարցը ենթադրում է մասնագիտացված պատասխան եւ դոստուպ համապատասխան փաստաթղթերին։ Հիշեցնեմ, որ ես պաշտպանության նախարարությունում երբեք չեմ աշխատել եւ նմանատիպ փաստաթղթերին ծանոթ չեմ։ Այդ ես ծանոթ եմ այլ մոտեցումներին, որոնք որ ամփոփված են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում, որ ընդունվել է դեռևս 2007 թվականին։ Ես ծանոթ եմ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներին, որոնց մասին արդեն խոսեցինք, որ այո, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե երկարատև պատերազմ լինի, եւ բնականաբար Հայաստանի եւ Արցախի միջև կնքվելիք ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիրը կարող էր ենթադրել նաեւ ձեր ասած լուծումները։ Երկրորդ հարցը, որ ես ուզում եմ տամ։ Երբ որ 2011-12 թվականներից մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը սկսեց զենք վաճառել Ադրբեջանին, Ես հիշում եմ, որ եղել է արձագանք Հայաստանի ղեկավարության կողմից։ Իմ հարցը մի քիչ ուրիշն է։ Ինչի այդ ժամանակ մենք Հայաստանի Հանրապետությունը adekvat ձևով, եթե գոնե չէինք կարա ազդեինք այդ, ասենք, վաճառքների վրա, ինչու մենք ինքներս սկսեցինք, ասենք, շատ ուժեղ տեմպերով զինվել, հասկանալով, թե ինչի համար է զինվում Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից զինվելու փաստը մենք նկատել ենք, այո, ձեր ասած այդ թվականներին, նախագահը այդ մասին խոսել է բարձրաձայն անգամ Բեռլին կատարած այցի ժամանակ հենց Մերկելի կողքին կանգնած ասուլիսում, այսինքն մենք դրա մասին խոսել ենք։ Այդ թեման արձանագրված է նաև Սերժ Սարգսյանի հայտնի նամակում Պուտինին, որը հրապարակվեց Նիկոլի կողմից, եւ այդ հարցի լուծում տալու համար նույն այդ արդեն խոսեցինք նախագահի այդ նամակից հետո մենք ստացանք եւ Իսկանդեր եւ 300 միլիոն ամերիկյան դոլարի վարկ եւ կներեք այդ թիվը բարձրաձայնել է նախագահը մի քանի անգամ 50,000 տոննա անվճար զենք եւ զինամթերք նույն Ռուսաստանից։ Եթե ձեր ասացի մեջ արագ զարգացնել բարձր տեխնոլոգիական ոլորտը հետաքննարկն էի կանում, ապա շատ լավ գիտեք, որ դա արագ զարգացնել հնարավոր չէր, բայց հենց մեր տարիներին է սկիզբ դրվել հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի ավանդույթին, օրինակ այդ բոլոր հիմնարկները եւ այլն սկսել են արագ աշխատել հենց 16-ի ապրիլյանից հետո։ Այսինքն այդ հարցերը կներես, մի հատ բան հարցնեմ, պարոն Աշոտյան, ով էր դուք գիտեք ընդհանրապես ով էր պատասխանատու հետևելու աշխարհի այդ զինամթերքների արդիականած, այսինքն ամենաժամանակակից ելնելուն ով էր հետևում դրան, ով էր պատասխանատու։ Դու ինձ հրավիրել ես որպես դիվանագիտական եւ բանակցային արտաքին հարաբերությունների։ Ես ասում եմ դուք տեղակ եք вообще, թե տեղակ չեք։ Այդ պաշտպանական ոլորտի հարցերի հետ կապված կարծում եմ կարող եք մերոնցից
Սիրով կգան տղերքը կամ Տիգրան Աբրահամյանին հրավիրել մի օր կամ Զաքարյան Արտակին, ով պաշտպանության առաջի փոխնախարարն ա եղել։ Չեմ ուզում մտնեմ սիրողական քննարկումների դաշտ, բայց ընդհանուր առմամբ իհարկե խնդիրներին տեղյակ եմ։ Այնքանով որքանով պետական մակարդակով դա պետք էր ամբողջական քաղաքականություն իրականացնել։ Հիմնական հարցը, որ ես ուզում եմ տալ, պարոն Աշոտյան, չգիտեմ ինչքանով դուք այս հարցին կպատասխանեք կամ ինչքանով իրավունք ունեք պատասխանելու այս հարցին, բայց ասենք եթե մենք հաշվի առնենք այսօր ժողովրդի մեջ տարածված թեզերը, ով ուզում է լինի մենակ նախկինները չգան, սա ասենք հուշում է մի բան, որ ասենք ժողովուրդը ունի պատճառներ լինելու դժգոհ նախկիններից, նախկիններ, ասենք հանրապետականն էլ են նախկին, ասենք Քոչարյանն էլ է նախկին եւ այլն։ Ինչ եք կարծում։ Դուք ասեք կարաք ինչ որ մի ձևի մեր հայ ժողովրդին կոնկրետ նշեք մի քանի ասենք սխալներ, որ կատարել է ձեր կուսակցությունը։ Ձեր կարծիքը անձամբ, հեսա վերջացնեմ, եթե կարելի է։ Ուղղակի ասենց թեզ, այս ձևի թեզ կա։ Այսօր ոչ մի նախկին, ասենք նախագահ իր կուսակցությունով քաղաքական դաշտի չի հեռանում որպես նախկին։ Մնում է որպես ներկա ու իմ հասկանալով մինչև այդ նախկին կուսակցությունները ինչ որ մի ձևի չգնահատեն իրանց սխալները ու այդ սխալները չնշեն ժողովրդի մոտ ասենք միշտ լինում են այդ կասկածներն ու վախերը նախկինների դիմաց ես այս հարցը տալիս եմ հենց կակրած նրա համար որպեսզի ժողովուրդը հասկանա արդյոք այդ սխալները որ կատարվել են գիտակցվում են ու կա ասենք կամք այդ սխալները ոնց որ ասած սա ռուսերեն բառ կա պրիզնացիա ասենք ճանաչելու որպես ձեր կոնկրետ կուսակցության սխալներ Հարցին մի քիչ անդրադարձանք միջև ձեր միանալը մեր եթերին, բայց ես շարունակեմ այդ հարցի պատասխանը։ Տեսեք, այդ հարցադրում անողները իրոք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական անցուդարձով եւ նախկինների հայտարարություններով։ Եթե իրոք հետաքրքրված են եւ հետեւում են հանրապետականի գործունեությանը գոնե, որպեսզի քննադատեն նախկիններին, ապա առնվազն մի քանի անգամ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով պետքա ֆիքսած լինեին այդ նախկին սխալների ընդունումը, այսպես ասած, եւ մեր խոստովանությունը այդ սխալների։ Բայց ես չեմ պատրաստում այլևս դրա մասին խոսել հանրային դաշտում։ Գիտեք խի, որովհետեւ որոշ մարդիկ, որոշ շրջանակներ դա սարքել են բերանի ծամոն, ուզում ես ձվածեղ էփի հանրապետության հրապարակում ափերիդ մեջ, մեկը շարունակել են ասել, որ գիտես ձեռքերը չէր լվացել, բայց դրա համար ձվածեղը չեն կուտելու։ 100 անգամ ասել ենք եւ այլևս որևէ ցանկություն այդ դաշտ մտնելու չունենք։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ հարցադրումները տարածող մարդիկ, ոչ թե միամտաբար կրկնող, այլ դիտավորյալ տարածող մարդիկ, որովհետեւ իրենք ազնվության նշույլ ունեն, որտեղ նախ եւ առաջ ուզում եմ լսեմ իրանց խոստովանությունը, որ սխալ են արել, որ հավատացել են Նիկոլին, որ այդ թեզը, որ ով ուզում է գա մենակ նախկինները չգան, հանցավոր թեզ է, որ նախկիններից օրինակ մենք չենք ասել, որ ուզում են գալ, հակառակը Սերժ Սարգսյանը 100 անգամ ասել է, որ չի լինելու պաշտոնի, ոչ թե հավակնելու, որ երկիմաստություն չլինի, այլ չի լինելու պաշտոնի։ Եվ մյուս վերջին ամենակարևորը, այսօրվա քաղաքական դաշտում, Արամ ջան, բազմաթիվ ուրիշ քաղաքական ուժեր կան, որոնք նախկինների հետ կապ չունեն։ Օրինակ մեր ձևով շարժումը։ Ինչ նախանգարումը տենց ազնիվ հայրենասեր, բայց նախկիններին չներող մարդկանց գնալ եւ սատարել նոր քաղաքական ուժերին, օրինակ մեր ձևովին։ Իրենց գովազդը չեմ անում։ Բայց այդ հարցի պատասխանը ազնիվ ենթադրում է նաեւ այս փաստարկը։ Չեք ուզում նախկիններին, օքեյ, մի ուզեք։ Նախկինները իրար հետ ացիլի ռուսի ասած, հա դուք ռուսերեն բառ օգտագործեցիք, ես էլ օգտագործեմ, 20-25% վարկանիշ ունեն այսօր իրար հետ։ Դա մնացածը, դաշտը ազատ է։ Չեք ուզում նախկիններին, գնացեք նոր քաղաքական ուժերի հետևից, բայց այդ ատմասկեքը կներեք բառիս համար, որով ուզում է լինի մենակ նախկինները չգան, այդ ատմասկեքից վատ հոտ է գալի, այդ ատմասկեքից անազնվության հոտ է գալի, այդ ատմասկեքից լատենտ նիկոլականության հոտ է գալի հաճախ։ Դրա համար ես չեմ ուզում այդ դաշտ մտնել։ 21 թվականի նախագահի ելույթը ես կփոխանցեմ, եթե դեմ չես Արսեն ջան, քեզ։ Խնդրեմ, ես չգիտեմ TikTok-ը ունի հնարավորություն տակը link տեղադրելու։ Ունի։ Դե լավ, ես image-ում կդնեմ եւս մեկ անգամ, որտեղ
Արամի մատնանշած բոլոր հարցերին նախագահը պատասխան տվել է դեռևս 4 տարի առաջ։ Խոստովանելի մեծ սխալները, հաջող։ Պարոն Աշոտյան, նայեք հարցը ինչի մեջ է, ես ինչի եմ ես հարցը տալիս։ Հարցը հենց նրա մեջ է, որ ժողովուրդը մարդիկ ընդհանրապես ունեն շատ կարճ հիշողություն։ Ժողովուրդը ընդունակ չի հիշի ինչ որ ելույթներ, ինչ որ մի ժամանակ ասած։ Կա այսօրվա քաղաքական դաշտ, կա այսօրվա ժողովուրդ, այսօրվա լսարան։ Ես կարամ շատ մեծ համոզվածությամբ ասեմ, որ մեզ լսող 600 հոգին ու երևի վարագուրի հետևից էլ մի քանի հազար հոգին, թե 10%-ն էլ չեն լսել կամ չեն էլ հիշում այդ ելույթները ամեն ինչը։ Հենց հարցը նրա մեջ է, որ մեր հարցազրույցը նրա մասին է, որ մենք լսարանին հասցնենք կոնկրետ ասենք դիրքորոշում։ Ճիշտ փաստարկ, բայց կներեք ես համար հեսա մի բան էլ նշեմ։ Ես ասում եմ երևույթի մասին, որը որ գործարկվում է այսօրվա իշխանությունների կողմից, որով որ զինված այսօրվա իշխանությունները կոնկրետ պահում են իրանց դիրքերը, խաղարկում են այդ թեզը, ու իրանց հիմնական թեզերից մեկը նա է, եթե մենք չեղանք գալու են նախկինները։ Այս դրա համար այս պատճառով եմ տալիս այս։ Ես շատ լավ հասկանում եմ, Արամ ջան, ես не первый год замужем եմ, ես քաղաքականության մեջ 25 տարի եմ եւ հասկանում եմ, որ հարց տվողները հանրային կարծիք են փորձում, կամ կարծիքի մի մասն են փորձում արտահայտել, ոչ թե անձնական կարծիք են հայտնում։ Ես շատ լավ հասկանում եմ դա։ Եվ դուք էլ շատ ճիշտ դիտարկում արեցիք, այո, այդ նարատիվները տարածվում են հիմնականում իշխանական շրջանակների կամ մերձ իշխանական շրջանակների կողմից։ Ես դրա համար ասացի, որ այդ նարատիվների հետևող մարդկանց մի զգալի մասը նաև լատենտ նիկոլականներ են։ Բայց դուք շատ ուրիշ հետաքրքիր բան ասացիք։ Առաջին հայացքից անխոցելի փաստարկ, որը ես փորձեմ խոցել, եթե դեմ չեք։ Դուք ասացիք, որ մեզ հետևող 600+ քանակով մարդիկ կարողա չհիշեն 4 տարվա վաղեմության, օրինակ, կամ 2 տարի վաղեմության, կամ մի ամսվա վաղեմության իմ կամ նախագահի ելույթը։ Բայց կներեք, այդ մարդիկ, ուրեմն ելույթները չեն հիշում, բայց նախկիններին վերագրվող մեղքեր են հիշում, այս երեխեքը 18-20 տարեկան են մի զգալի մասը։ Սերժ Սարգսյանի օրոք նրանք 8-6, ես իմ քանի տարեկան պետք է լինեի։ Այդ ինչ ա եղել Սերժի օրոք, որ իրանք տենց լավ հիշում են որպես վատ բան։ Եթե ելույթը չեն հիշում, բայց հիշում են, որ Սերժի վատ էր, արդեն ազնիվ չի, չէ, արդեն ճիշտ չի, արդեն այդ փաստարկը տեղին չի, չհասկացա։ Այսինքն դուք երեխա եք եղել, մեռնեմ ձեր ջանին, այսօրվա 16, 14, 15, 18 տարեկան երեխեք։ Դուք ինչ եք հիշում նախկիններից։ Բա երնեք չէր իրոք հիշեիք նախկիններից։ Չէ, դուք կհիշեիք որոշ օլիգարխների կորտեժներ, որոնք հետո թռան Նիկոլի գիրկը, դուք կհիշեք իրանց չափերը անցած որոշ հեղինակություններ, այսպես կոչված, որոնք հետո թռան Նիկոլենց գիրկը, դուք դրանք էլ կհիշեք։ Բայց դուք կհիշեք նաև պետականություն ունեիք։ Դուք կհիշեք 16 թվականի հայկական զինված ուժերի պարադը անկախության 25-ամյակին։ Դուք կհիշեիք Արցախ գնալու հնարավորությունները, որտեղ ամենամեծ խնդրեմը դուք թույլ չեք տային ստել, ոչ դուք, Արամ, ոչ դու Արսեն։ Ամենամեծ խնդրեմը հետևյալն էր, որ ճամփով գնանք, Վարդենիսով թե Գորիսով։ Ու շատերը ասում են, դա գնանք Վարդենիսով, հետադարձը կանեն Գորիսով, որ այդ կռուգը տանք, էլի դա կռուգ պաչոտ էր, չէ՞։ Այդ երեխեքը դա չեն հիշում։ Դա չեն հիշում, բայց ինչ որ միֆիկ կամ թեկուզ երբեմն իրական մեղքեր են մեզ հիշում վերագրվող։ Դա էլ ազնիվ չի, դա ազնիվ բան չի, դիսկուրս չի։ Ես չեմ պատրաստվում այդ դիսկուրսում եղած մարդկանց համար փրկելու համար միջևերջ պայքարել, որովհետև եթե այսքանից հետո էլ իրանք դա չեն ուզում հասկանան, ուրեմն նրանք չեն ուզում դա հասկանան պարզապես։ Պարոն Աշոտյան, ես մի հատ հարց տամ, Արամ ջան, կներես մի մոմենտ պաուզա, ես հարց տամ, էլի։ Պարոն Աշոտյան, դուք ակտիվ մասնակցել եք ձեր իշխանությունների օրոք արտաքին քաղաքականության, ասենք այդ հանձնաժողովներին, Եվրոմիության հետ մասնակցել եք այդ պարլամենտին, Եվրոմիության այդ լսումներին եւ այլն, այդ մարդու իրավունքների մասին, այդ փոքրամասնությունների իրավունքների մասին, կրոնական իրավունքների մասին, պարոն Աշոտյան, դուք հիմա ունեք կապեր այդ մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր որ ժամանակին ձեր հետ տալիս առնում են եվրոպական։ Այդ ուշ կորավ այդ մարդու իրավունքները, օրինակ ձեզ որ տալում են կալանքի, հիմնավորված էր դա, հիմնավորված չէր։ Մենակ ձեր մասին չի խոսքը, ընդհանրապես այս մեր քաղաքական դաշտում, այս տերորը որ կատարվում է, աչու ձախ սաղին ձերբակալություն կալանավորում, մի դադավորի կողմից չակուճի խփում եւ այլն։ Այդ ուշ կորավ այդ, սենց ասած սիրուն բառերը։
Հիմա կոնկրետ հարց եմ տալի, Եվրոպան ինքը այդ արժեքների կրողն է հենց, թե դվայնի ստանդարտը ռուսերեն դուք ասեցիք, թույլ տվեք ես էլ ասեմ, թե դու եթե մերն ես, քեզ թույլ եմ տալիս ամեն ինչ, եթե դու անգամ նախ բան ես անում, դե այս մարդը օրինակ Ռուսաստանի ագենտն է, առանց հիմնավորելու։ Խնդրեմ։ Հարցի համար շնորհակալ եմ, Արսեն ջան, նախ գիտես խի, որովհետև արի առիթից օգտվենք, մեր արդեն 1.5 ժամանոց զրույցի մեջ եկանք հասանք նաև քաղբանտարկյալների թեմային, արի մեր ես իմ մասով անվերապահ աջակցությունս հայտնեմ բոլոր քաղբանտարկյալներին, իրանց ընտանիքներին, իրանց հարազատներին, ասենք, որ իրանք մոռացված չեն, եւ ես որպես մարդ, ով ապօրինի 2 տարուց ավել գտնվել է անազատության մեջ, շատ լավ հասկանում եմ իրենց ապրումները եւ անարդար պայմաններում անարդարության հետևանքով ազատազրկված լինելու ծանրությունը։ Բայց նաև գիտեմ, նաև իմ օրինակով, թե որքան ուժեղ են իրանք հիմա, պարզապես իրանք պետք է մի բան, որ իրանք ոչ մեկ չի մոռացել, որ իրանք պայքարը, որ իրանք սխրանքները, որ իրանք արժեքները, համառությունը գնահատված է։ Եվ Դավիթ Համբարձումյանից մինչև Սամվել Կարապետյան, սրբազաններից մինչև Վազգեն Ունարեկ, բոլոր այն մարդկանց Վարդան Ղուկասյան եւ այլն, մոտ 50 հոգի։ Բոլոր այդ մարդիկ ունեն մեր ուշադրության, մեր ջերմության եւ մեր հարգանքի կարիք, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, որոնք հաստատ կարան լինեն էլի։ Այո, ես շփվում եմ, քանի որ կալանքի տակ էի 2.5 տարի չէի կարող շփվել, հետո դատարանը թույլատրեց ինձ մասնակցել մի քանի եվրոպական հավաքներին եւ այո, այդ բոլոր հարցերը ես քեզ հավաստիացնում եմ շատ դաժան, շատ ուղիղ ձևակերպումներով ես տալիս եմ այն քաղաքական շրջանակներին, որոնք տարիներ շարունակ Հայաստանում քարոզում էին մի բան, որ իրանք այսօր չեն հետևում։ Ինձ ճանաչել են քաղաքական բանտարկյալ, եվրոպական իշխող կուսակցության քաղաքական մարմինները, այդպես ռեզոլյուցիա կա եւ այլն, բայց խնդիրը իմ մասին չի, որովհետեւ ինձ քաղաքաբանտարկյալ ճանաչելը, քեզ ուղիղ ասեմ, ավելի շատ անձնական կապերի, անձնական հարաբերությունների ինձ ճանաչելու հետևանք էր, քան քաղաքական գնահատական։ То есть իրանք իմ հետ 15-20 տարի հետ շփվել են, աշխատել են, շատ լավ գիտեն ինձ եւ պարզապես մարդկային չէր լինի, եթե նույնիսկ ինձ քաղաքաբանտարկյալ չճանաչեր եվրոպական այդ կառույցները։ Բայց խնդիրը ես չեմ, չէ՞, խնդիրը այն է, որ Հայաստանում ժողովրդավարության տոտալ նահանջ է, որ 50-ից ավել քաղաքաբանտարկյալ կա, որ խոսքի ազատությունը ոտնահարվում է, խղճի ազատությունը ոտնահարվում է, ԶԼՄ-ների ազատությունը ոտնահարվում է, որ Հայաստանում ժողովրդավարական բռնապետական, այսինքն ժողովրդավարության հետընթաց է եւ բռնապետություն կառուցելու բան։ Այո, դու ճիշտ ես, այն հայտնի խոսքերը, որոնք վերագրվում են ամերիկացիներին եւ ասված էին Նիկարագուայի հայտնի դիկտատոր Սամոսայի հասցեին, տեղին են, այո։ Это он сукин сын, но он наш сукин сын։ Այդպես է։ Պարզապես ինչու ենք մենք եվրոպացիներին հիշում։ Արի ես էլ չեսնը խոստովանենք։ Այ ամերիկացիները հիմա իրանց արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներ չեն բարձրաձայնում։ Բացարձակ, Տրամպը շատ ազնիվ է, կարող է ապշելու աստիճան ռացիոնալ է, բայց շատ կարող է ցինիկության աստիճանի մեր համար, բայց շատ ռացիոնալ է։ Նա չի ասում մարդու իրավունքների մասին։ Նա Ալիևին կարող ֆրասի, արա դու 20 տարի նախագահ ես, հալալ է քեզ։ Առաջ այդպես բան չէին ասի, առանց կասեին, ոնց է 20 տարի ձեր երկրում իշխանություն չի փոխվել, դու բռնապետ ես ուրեմն։ Մենք դրա համար ամերիկացիներից այս փուլում այս ադմինիստրացիայից չենք նեղանում, բայց եվրոպացիներից այո ունենք նեղանալու եւ նեղվելու եւ իրանցից պահանջելու տեղ, որովհետեւ իրանք շարունակում են խոսել ազատությունների եւ իրավունքների մասին, իսկ իրականում ընդամենը նаш սուկին սին անվան տակ ծածկադմփոց են անում։ 3 օր առաջ Եվրոմիության դեսպանը Պետրոսի հյուրն էր հմեկում, չգիտեմ նայել եք թե չէ։ Այտենց ստերի, կրոտիկների են, օծը որ գցես գետին, այտենց չի գալարվի, ոնց որ դեսպանը գալարվում էր այդ ժողովրդավարության քաղաքաբանտարկյալների եվրոպական ապագայի մասին խոսելիս։ Դու չես պատկերացնում, թե ինչ գալարակծկումների, բառախաղերի մեջ էր պարոն դեսպանը, կրոտիտի եւ մուտիտի, այսպես ասած, սինթեզ, որպեսզի ֆրցնի այդ բոլոր իրական ծանր հարցերը, որ Պետրոսը տենց կեսկատակ ձևակերպում էր, նույն Հայաստանում առկա քաղաքաբանտարկյալների հետ կապված։ Իրանցից հույս չկա, եթե մենք մտածում ենք, որ հեսա
աշխարհը ես իմով բան չէ։ Եթե մենք դա չենք անելու, աշխարհը ստավկա է դնում ուժերի վրա։ Էդ ակնհայտ է։ Եվ այսօր մեր ընդդիմությունը, այդ թվում ես, որ հաճախ բողոքում ենք կամ փաստում ենք, որ Նիկոլը ունի գեոպոլիտիկ կոնսենսուս, իսկ ընդդիմությունը չունի գեոպոլիտիկ որևէ աջակցություն, դա նաև նրանից է, որ ընդդիմության վրա ստավկա դնելու, այսպես ասած, կամ ընդդիմության հետ ապագայում աշխատելու այս պայդրությամբ հեռանկար, այդ ուժերը չեն տեսնում։ Ես դες հավաստիացնում եմ, Բագրատ Սրբազանի շարժումը մի քիչ էլ շարունակվեր այդ նույն թափով ու ծավալով, դուք տեսեք, թե ինչ արտաքին քաղաքական հետաքրքրություններ կառաջանային Սրբազանի, ես չեմ ասում չեն առաջացել, բայց էլ ավելի շատ կառաջանային Սրբազանի անձի հանդեպ եւ այդ շարժման հանդեպ։ Կարելի է։ Հայ հերք է։ Պարոն Աշոտյան, ես այսօր սուր հարցերի բանն եմ ասում, ոնց որ ասում։ Համեցեք, Կարամ ջան, համեցեք։ Սենց մի հատ նկատառում, ասեմ։ Ես Երևանում եմ, Մոսկվայում, Արամ ջան, ես չեմ ուզում հարաբերություններս Աշոտյանների հետ մի քաղաքում, ասա։ Տեսեք, պարոն Աշոտյան, օրինակ ես ասենք Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստան գալուց ինձ զգացել եմ շատ կոմֆորտ։ Ընկերներ եմ ունեցել, ասենք ձեր կազմի իզվանից եւ այլ։ Հարցը նրա մեջ չի իմ անձնական վերաբերմունքը։ Իսկ կուկետ ընդհանուր նկատառումով, երբ որ ասենք ես նայում եմ դաշտին։ Այս ձևի մի հատ հայտարարություն իմ կողմից, ու ոնց կվերաբերվեք դուք այս հայտարարությունը։ Եթե մենք վերցնենք համեմատենք նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը ներկայիս իշխանությունների ժամանակաշրջանի հետ, ես կարամ ասեմ տամ այս ձևի գնահատական։ Սերժ Սարգսյանի ժամանակ կար բավականին ճիշտ ու խելացի արտաքին քաղաքականություն, բայց ներքին քաղաքականությունը պարկած էր պոլին։ Ներկայինների ժամանակ կա շատ փափուկ ուժ աշխատող Հայաստանի ներսում, բայց կա շատ անգրագետ ու շատ դավաճանական արտաքին քաղաքականություն։ Ինչպես կվերաբերվեք այս իմ համեմատությանը։ Տեսեք, մեր մասով է պետք է ասեմ, դուք որ ասում եք մեր օրոք ներքին քաղաքականությունը պարկած էր պոլին, ես իհարկե ուզում եմ հասկանամ ինչի իման վրա եք դուք դա ասում, ներքին քաղաքականությունը այդ որն էր այդ պարագայում, էլի։ Ներքին քաղաքականությունը դա ասենք, ասեմ, բերեմ կոնկրետ ասեմ ինչ ես նկատում եմ։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, ես ինքս ինձ հարց տվեցի, որ գնամ անեք ներքին քաղաքականություններ, կրթության ոլորտի փոփոխությունները, բարեփոխումները, այո, ներքին քաղաքականություններ։ Ներքին քաղաքականությունը կողմից ձեր ժամանական ընթացքում հենց ձեր քանի մանկապարտեզ ու դպրոց է կառուցվել, խնդրեմ, եթե հիշում եք նշեք էլի։ Եմ հիշի, Արսեն ջան, բայց դա դժվար բան չի, կարող են հաստատ դիմել եւ թվերը ստանալ, բայց մի բան հաստատ է, 240 դպրոց չի փակվել։ Ոնց որ իրանք 26 թվականին ուզում են փակել։ Ես որպես նախարար, շատ լավ հասկանալով, որ փոքր գյուղերի փոքր դպրոցները խնդրեմա պահելը, միայն ծայրահեղ դեպքերում է համաձայնվում, որ դպրոցը կառավարության որոշումով փակվի։ Շատ ծայրահեղ դեպքերում։ Խի, դեռ շատ լավ հասկանում եմ։ Ու իրանք էլ են հասկանում, բայց իրանք հասկանալով են փակում, իսկ ես հասկանալով չի փակում, որ դպրոցը համայնքաստեղծ մարմին է, որ գյուղերը ստեղծում են երկու մարմին, երկու ինստիտուտների շուրջ, եկեղեցի եւ դպրոց։ Գյուղերի մի մասը եկեղեցի չունի, բայց դպրոց ունեն գրեթե բոլորը։ Եվ գյուղում դպրոց փակելը այդ նշանակում է սկիզբ տալ գյուղի փակմանը։ Մենք դրա համար միջև վերջ պայքարել ենք, որ պայքարում ենք, որպեսզի անգամ փոքր դպրոցները չփակենք։ Փոխենք ֆինանսավորումը, փորձենք այդտեղ մի քիչ լավ մասնագետներ բերել եւ այլն, բայց չփակել դպրոցները։ Ըստ մամուլի բաց աղբյուրների ես կարդացի, իրանք մյուս տարի 240-250 դպրոց են ուզում փակել։ Ինչ էլ վերաբերում է այսօրվա իրանց դպրոցաշինությանը, այս պարզապես որպեսզի մեր մեզուն կնդրողները իմանան։ Այդ դպրոցաշինության ծրագրերը, որ այսօր Նիկոլը գնում է տես տարբեր տեղեր Դուշաստուգում կամ Լենտշկայա կդրում, այդ սաղ մեր վախտված ծրագրեր են սկսած։ Ասիական վերակառուցման բանկի հետ սեյսմակայունության ծրագրով ես եմ առաջինը սկսել բանակցել, որ այս ծրագիրը լինի 2015-16 թվականներ եմ ձեզ ասում։ Իրանք քանի տարի չեն կարծել այդ ծրագիրը նորմալ կյանքի կոչել։ Հիմա ինքը ուշացած ծրագիրը, մեր օրոք սկսած ծրագիրը փորձում է ժողովրդի վրա ծախել որպես սեփական ձեռքբերում։ Ու դա զավեշտ է, չէ՞, ոնց որ չինական դպրոց է Երևանում։ Բանակցեցինք մենք, բանակցել եմ ես, բացվել է իրանց օրոք,
Ոնց որ Հյուսիս հարավը, պարոն Աշոտյան։ Հա, փորձեցին գնում Հյուսիս հարավը միշտեւեր բացած չի, բայց ամենայն դեպս հա։ Այսինքն անգամ են ծրագրերը, որոնք իրոք ինչ որ ենթակառուցվածքային նշանակություն ունեն, դրանց 90%-ը նախագծվել է, բանակցվել է մեր իշխանության օրոք մինչև 18 թվական։ Եվ հիմա 25-ն է, իրանք պետք է դրանք բոլոր ծրագրերը բաղուց պրծած ունենային։ Վերադառնամ Արամի հարցին։ Բայց ես ընդունում եմ օրինակ, որ ներքին քաղաքականություն ասելով, եթե հասկանանք, որ մենք շատ վատ ենք աշխատում հասարակության հետ, որպես հանրային կարծիք ձևավորող իշխանություն։ Ուշադրություն չենք դարձնում, բավականաչափ ուշադրություն չենք դարձնում ժողովրդի հետ բաց երկխոսության վրա։ Մեզ թվում էր, այս էլ ասեմ, ռուսերեն լավ բառ կա, Արամը կհասկանա ավելի, то есть կընդունի իմ ասածը։ Мы прозевали технологическую революцию в коммуникации։ Մեր իշխանությունը աչքաթող արեց այդ հեղափոխությունը կոմունիկացիոն։ Այսինքն ես միակն էի նախարարներից, որ Facebook-ում էի միջև իմ պաշտոնավորման ժամանակ։ Դա չեպեր, չէ։ Բայց այն ժամանակ դա մտնելը բան էր առաջացնում, չէ՞, ու նախարար ես թե Facebook-ի ակտիվիստ։ Բայց ես զգում էի, որ բանա փոխվում, կոմունիկացիոն մշակույթ է փոխվում, որ պետք է մոտենալ ժողովրդին, պետք է այո ցանցային տեխնոլոգիաներ օգտագործել եւ այլն, հիմա դրա մասին չի խոսք։ Այո, այդ իմաստով մենք շատ ավելի թույլ իշխանություն ենք, քան իրենք։ Որ ավելին ասեմ քեզ, վարչական ռեսուրսի օգտագործման տեսակետից, այն որ մեզանից դժգոհ էին, ասում են վարչական ռեսուրսը օգտագործում Սերժի իշխանությունը։ Մենք սրանց 10%-ը չենք արել, հասկանում եք։ Վարչական ռեսուրս, իրավապահ համակարգ, դատարաններ, կոլեկտիվներին զոռով բերելը, մենք սրանց 10%-ը չենք արել, չեմ ասում սուրբ ենք եղել, բայց սրանց 10%-ը չենք արել։ Այսինքն այդտեղ էլ, տես մեզ ասում էր հասարակությունը այսօր հանդուրժում է շատ ավելի բիրտ վարչական ռեսուրսի կիրառում, քան 15 տարի առաջ էր։ Մեր հասարակությունը այսօր հանդուրժում է Երևանում այդ ծառերի գենոցիդը, որ տեղի ունեցավ, այն դեպքում, որ մի քանի ծառ կտրում էին պուրակներում, համաշխարհային աղմուկ էր դառնում։ Մեր հասարակությունը այսօր հանդուրժում է լեռնահունքային արդյունաբերության այս խայտառակ ծավալը, то հենց նույն Լիդիանի գործունեությունը, այն դեպքում, որ մեր օրոք դա վեճնը պիկետներ էին։ Այս էլ հիշենք, այսինքն այն ինչ որ այսօր կատարվում է, երբ որ համեմատում ես մեր իշխանության հետ, դրվագներով, մեզ դրա 10%-ը չէ ներվում։ Հասկանալի է, որ այդ չներելու արանքում կար նային տարբեր հիմնադրամներ, NGO-ներ, որոնք այդ սուտի էկոլոգներ էին հովանավորում, ոմանք սուտի այլ NGO-շնիկներ էին հովանավորում, այդ սաղ պարզ էր, որ կար արտաքին ձեռք։ Բայց լավ, միուժելի մենք ինքներս խիղճ չունենք, որպես Պարոն Աշոտյան, Կարելի է այդ ճշտում։ կներես Արամ ջան, ժամանակը արդեն շատ քիչ է մնաց, Արամ հեսա։ Հա, ես դա եմ ուզում, խնդրի Արսեն ջան, մենք մեր եթերով պարալիզացրել ենք իմ տնեցիկի կյանքը, ժամից մի րոպե ավելի չի գնալու։ Պարոն Աշոտյան, դուք բավականին հայականին նկատի ունեմ, պրոֆեսիոնալների թիմ ունեք, բավականին փորձառու մարդիկ կան ձեր թիմում։ Խնդրում եմ ասեք, դուք ունեք ընդհանրապես հաշվարկներ, որ եթե այս պահին 26 թվականին Նիկոլ Փաշինյանը հեռանա, կան ինչ-որ ազգային ուժեր եւ ձեր, ասենք, պրոֆեսիոնալների թիմ կա, չեմ ասում ում դեմքով, ոնց, ինչքան քանի տարի է մեզ պետք, որ մենք վերականգնենք գոնե թե մեր հնարավորությունը աշխարհում սուբյեկտ դառնալու համար, ընդամենը սուբյեկտ, որովհետեւ մեր հետ հաշվի նստեն, նույն հարցն են, մենք ձեր ճանապարհի վրա բան ենք կառուցում, դուք թույլ տալիս եք, չէ, դες գրուբի ասած, խնդրեմ։ Եթե գրուբի ես հարցնում, քո ասած, Արջան, ես է գրուբի պատասխանեմ քեզ։ Այն փաստը, որ մենք ի վիճակի կլինենք Նիկոլին փոխելու եւ կփոխենք Նիկոլին, մեզ կդարձնի նորից սուբյեկտ, որպես փաստ եմ ասում։ Որպես փաստ, երբ որ աշխարհի խաղացողները տեսնեն, որ հայ ժողովուրդը այն ժողովուրդը չի, որի վրա կարելի է անընդմեջ էքսպերիմենտներ դնել, այն ժողովուրդը չի, որ պատրաստ է հանդուրժել մի վարչապետի, ով իր ինքնությունն է քանդում։ Մեզ այսօր համարանքով են վերաբերում։ Դու եվրոպացիներից հարցրեցիր։ Անկերական զրույցներում բոլորն շատ լավ հասկանում են ինչ է կատարվում եւ դա երեսով տալիս են։ Ասում են Արմեն ջան, եթե ինքը այդքան վատն է, իսկ ինքը վատն է, ախեք իրան հանդուրժում որպես ժողովուրդ։ Այս հարցը կա, այս իհարկե ուդարնի ժպոեսա է, որտեղ դրա պատասխանն էլ ես ունեմ։
Ես իրանց հետևյալն եմ ասում, որ եթե դուք իրոք մեր ընկերներն եք, դուք ուրախանում եք մեր տխրությամբ, մեր դժբախտությամբ ուրախանում եք, դուք ուզում եք օգտվեք մեր դժբախտությունից։ Լավ, դիցուք ընտանիքի հերը կներեք սենց, ինքը իհարկե մենք իհարկե իրավորոք ընտանիք չենք, ինքը էլ մեր հերը չի, բայց հավաքական իմաստով որպես օրինակ։ Ընտանիքի հերը դիցուք ալկոգոլիկ է։ Դուք էլ մեր լավ հարևանն եք։ Պետք է առիթից օգտվեք, գաք տնից ինչ կա տանեք, ինչա տան, այսպես ասած, գլուխը հարբած է։ Այսինքն այս բանը երկու ստեկ է։ Փաստը, որ մենք կփոխենք Նիկոլին, մեզ կդարձնի նորից սուբյեկտ։ Այդ սուբյեկտայնությունը ինչ ծավալի կլինի, հա, քո ասած հարցին երբ կհասնենք, ես դժվարանում եմ ասել։ Բայց դու կարևոր բան ասացիր։ Բացի անտի Նիկոլից, այո, պետք է մտածել պոստ Նիկոլի մասին։ Եվ մենք իրոք ենք քաղաքական ուժերից ենք, իսկ Հայաստանում դրանք շատ չեն, որոնք ունեն ինտելեկտուալ մասնագիտացված պոտենցիալ մի շարք հիմնարար ոլորտներում առաջարկելու մրցունակ ծրագիր, թե ինչա պետք անել Նիկոլից հետո։ Բայց մի բան էլ խոստովանենք ու վերջացնեմ այս հարցի պատասխանը։ Որպեսզի մենք ամբողջական դա անենք, մենք հիմա այդ ծրագիրը գրում ենք, բայց որպեսզի մենք ամբողջական դա կարողանանք առաջարկել, մեզ պետք է ծանոթանալ իրականությանը։ Այն ինչ որ մենք գիտենք, դու, Կարամը, ես, մեզ հետևող 600 հոգին եւ ողջ հասարակությունը, դա ամբողջ իրականությունը չի։ Իրականությունը շատ ավելի վատն է, որովհետեւ Նիկոլը լիքը բաներ թաքուն է խոստացել, ես չեմ զարմանա, որ ի հայտ գան նաեւ թաքուն փակ պրոտոկոլներ, ես չեմ զարմանա, որ ինքը բանավոր խոստումների շարան տված ունի այն հարցերով, որոնք հիմա վախենում է կամ դեռ ժամանակը չի բարձրաձայնելու։ То есть մենք լիարժեք դիագնոստիկա այս իրավիճակի դեռևս չունենք եւ կունենանք միայն իրան ճամփելուց հետո։ Պարոն Աշոտյանի վերջին հարցը ստամ, հետո Արամ երկու հարցի իրավունք ունենաս, ժամանակը ներում է։ Ես 11-ին ներողություն եմ խնդրելու գնամ, էլի կներեք, 11-ին վերջացնում ոնց պայմանավորվել ենք։ Կարճ հարցից պատասխանեք հնարավորինս կարճ։ Եթե հայտնվի ինչ որ մի ուժ, որը փողոցում կգեներացնի բազմաթիվ մարդկանց, ասենց ասած, բազմամարդություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դեմ, դուք ամբողջովին ունեցած բոլոր ռեսուրսներով կկարողանեք այդ ուժի թիկունքին առանց ձեր, ասենք, ասենց ասած, առաջնային, ոնց ասեմ, առաջին շարքերում լինելու։ Ուղղակի ներուժը ձեր խորհուրդներով, ձեր տելեկամպանիաներով, եթե ունեք, ձեր կայքերով, բան, կօգնեք այդ ուժերին, որպեսզի իրանք ինչ-որ քայլեր անեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արսեն ջան, մենք միանշանակ օգնել ենք, օգնում ենք եւ կօգնենք բոլոր այն ուժերին, ում հետ կիսում ենք միասնական օրակարգ։ Այդ միասնական օրակարգի հանգուցային մասն է Նիկոլին գահ հնկեցանելը, այդ միասնական օրակարգի հանգուցային հարցեր են նաեւ ազգային պետականության հիմքերի վերականգնումը, ազգային քաղաքականության, ինքնության, Արցախի հարցի, բանակաշինության, այսինքն բոլոր այն ուժերը, ովքեր մեզ հետ ունեն պետականության եւ ազգայնության միևնույն ընկալումը, մեզ դաշնակիցներ են։ Մենք դա արել ենք կներես եւ ՀՓՇ-ի ժամանակ, եւ դիմադրության շարժման ժամանակ, եւ սրբազան շարժման ժամանակ ու կանենք ցանկացած ուժի հետ միասին, ում հետ կկիսենք այն պատկերացումները, որոնք մեզ կընդհանրացնեն։ Երբեք առաջի շարք չեն գնացել, այդ իմաստով երբեք պաշտոնների չենք հավակնել, կներես իմ մասին գուցե մի քիչ շատ խոսեցի, բայց օրինակը ինձ վրա բերեմ, մինչև 2 տարվա ազատազրկումից ես 5 անգամ բերման եմ ենթարկվել ցույցերին մասնակցելու համար ոստիկանության կողմից, ու այդպես տասնյակ հանրապետականներ։ Հիմա էլ հանրապետականների մի մասը քաղբանտարկյալ է, կամ մեր կուսակից ընկերներ, օրինակ Դավիթ Համբարձումյան, կամ մեր ընկերները մնացած բոլորը Սամվել Կարապետյանից սկսած մինչև Նարեկ ու Վազգեն, այսինքն մենք այդտեղ որևէ հավակնություն չունենք, այն իմաստով չունենք, որ ամբիցիաները չեն գերադասում նպատակներին։ Եթե մարդիկ կարծում են, որ կարան մեզանից լավ անեն, ընդհանրապես մեզանից օգնություն է պետք եւ ուզում են նույն բանն անել, ինչ որ մենք կանենք, իհարկե սիրով։ Շատ լավ, շնորհակալություն Արամ ջան, կարճ երկու հարցի։ Կարճ երկու հարց, առաջի հարցը։ Իմ կարծիքով, ասենք, ձեր կուսակցության 10 տարվա իշխանության ժամանակ Հայաստանում շատ ուժեղ զարգացավ արտաքին ներկայությունը տարբեր ընկալումների տեսքով, որոնք որ այսօր բերեցին այն վիճակի, որը մենք ունենք Հայաստանում, ու իմ հասկանալով այսօր Հայաստանի ստատուսի կամ ինքնության հարցը չի որոշվում Հայաստանում, ինչ եք կարծում։ Տեսեք,
Ձեր հարցի ծալքերն էլ հասկանում եմ եւ թույլ տվեք այդ խորը ծալքերին անդրադառնալ։ Միջազգային ասպարեզում մեր իշխանության օրոք, այո, մենք առավել ժողովրդավարացման դեպի աշխարհ բացվելու, ավելի ժամանակակից պետություն ունենալու ջատագովներն ենք այդ գաղափարի։ Դա ենթադրում էր նաև որոշակի լիբերալիզացիա այդ ռեժիմների, այո, խի, որովհետև Ղարաբաղի հարցով զբաղված երկու պետությունները ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան արևմուտք էին ներկայացնում։ Եվ բնականաբար Արցախի հարցում իրենց բարեաճ վերաբերմունքը ստանալու համար նաև այդ պատճառով պետք էր երկրում ժողովրդավարության գործընթացը տեսանելի լիներ։ Օրինակ, մեր օրոք է բացվել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակը Հայաստանում։ Դա է պատճառը եղել 18 թվականին, դա կարա նպաստած լինի, բայց ոչ պատճառ։ Ինչու՞։ Բելարուսում կան դրանք, չկան, չէ՞։ Չեն եղել երբեք։ Բայց Բելարուսում 20 թվականին նույնպես եղավ իշխանափոխության փորձ։ Նրանք էլ ում Բելարուսի ներսում չունեն NGO-ներ, հիմնադրամներ, դեմոկրատիզացիա, Եվրոմիության հետ նոր համաձայնագիր եւ այլն եւ այլն։ Բայց 20 թվականին Բելարուսում եւս եղավ իշխանազավթման, իշխանափոխության փորձ առանց այդ NGO-ների։ Այսինքն վերագրել նրանց բացարձակ որոշիչ դերակատարություն սխալ է, բայց պետք է ընդունել, որ իհարկե իրանք ունեցել են դեստրուկտիվ մի մասը NGO-ների անվան տակ սպասարկել է արտաքին շահ։ Մի մասը NGO-ների անվան տակ քանդել է պետականության ինստիտուտները, վարկաբեկել է պետությունը։ Այդ պետք է ընդունել։ Կներեք, արտաքին հովանավորություն Նիկոլ Փաշինյանը այսօր իհարկե ունի։ Բայց այս էլ պետք է խոստովանեմ, նախագահան դրա մասին ասել է, որ 18 թվականից հետո մենք իհարկե պետք է կանոնակարգեինք այդ դաշտը, եթե մնայինք իշխանության, իհարկե Եվրոմիության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության, այսպես կոչված SEPA-ի շրջանակներում ապահովելով բարեփոխումներ, բայց խստացնելով NGO-ների նկատմամբ վերահսկողական գործիքակազմը, ինչը բնական է, պարզապես չհասցրեցինք դա անել։ Չէ, ուղղակի այստեղ հարցը նրա մեջ է, որ հենց այդ NKO կոչեցյալները եւ այլը օգտվողային նոր ծեր։ Չկա, ժամանակը պրծնում է։ Ինքը չոտի մարդ է, գերմանացիական տոնի կետ է։ Ես չեմ պարզաբանում։ Դե հաջող կանեմ նոր կեթամ։ Լավ։ Վերջի հարցը։ Արեք այսքանով, քանի որ 5 Վերջի հարցը։ Վերջացնենք ախպեր։ Ինքը հետո կպատասխանի, մենք չենք կարող դաժե հաջող անենք, ցավը տանեմ։ Հետո հույս ունենամ նորից կունենանք հնարավորություն, նորից ունենանք եթեր։ Կամերայի հարցը կլուծեմ, որովհետև արդար չէր։ Ես ձեզ տեսնում եի ձեր ամբողջ միմիկաների եւ վերաբերմունքի մեջ, ես էլ միայն ձենով էի փորձում այդ ամեն ինչը ձեզ փոխանցել։ Վերջին հարցն եմ ուզում տամ, որը Կարակ պատասխանեք, կարակ չպատասխանեք, բայց ձեր բնավորությունը իմանալով դուք կպատասխանեք։ Երկու հարց է այդ հարցի մեջ նորից կարճ կարակ պատասխանեք։ Ըստ ձեզ ո՞նց կդուք բնութագրեք Նիկոլ Փաշինյանին։ 1. Երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյանը 26 թվականին վերարտադրվեց, ինչ-ինչ ձևերով, ինչպիսի ապագայից դուք անձամբ դուք կանխատեսում այն մարդկանց համար, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը 21-րդ դարի այ ժողովրդի գլխի նետած ամենամեծ արհավիրքն է։ Դրա մասին խոսք չկա։ Ով ասես իրան բնութագրել է, նախագահան կապիտուլյանտ ասել, առաջին նախագահան պատուհաս ասել, մի բան հաստատ երկրորդ նախագահան էլ ասել։ Դա ինչ ասում ես տեղին հասկանում ես, Նիկոլ Փաշինյանը այնքան զռ մեծ տանձիկ է այդ տեսակետից, որ անգամ եթե ինչ էլ ասում ես կպնում է, էլի, կարաս դավաճան ասես, կարաս հողատու ասես, կապիտուլյանտ ասես, այսինքն ակնհայտ է, որ ոչ մի լավ բան ասել չես կարող այդ մարդու մասին։ Եվ որպես քաղաքական գործիչ եւ կներես որպես մարդ, որովհետեւ ես կընդունում եմ, որ քաղաքական գործիչները կարող են սխալվել եւ կարող են պարտավոր են այդ դեպքում ասել կներեք, մենք սխալվեցինք, մենք փորձեցինք, մեզ մոտ չստացվեց, մենք գնացինք։ Բայց Նիկոլ Փաշինյանն անգամ այս պարագայում ապացուցում է, որ ինքը դիտավորյալ արել ինչ արել է, որովհետև չի գնում, հոժարական չի գնում։ Ինչ ապագայում է սպասում, ես թույլ տուր այս հարցին չպատասխանեմ հիմա, որովհետև հոռետեսությամբ չեմ ուզում ավարտեմ մեր զրույցը, չեմ ուզում նկարագրեմ տեսարաններ, որոնք անպայման կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը 26 թվականից հետո 26 թվականին մնաց վարչապետ։
ակնհայտ է որ լինելու է մեծ արտագաղթ։ Ակնհայտ է դա։ Լինելու է մեծ արտագաղթ։ Դա ձեր իրավունքն է, պարոն Աշոտյան։ Եվ ավելի բաներ չեմ ուզում ասեմ, որ արի դա թողենք ես կողմից ձեզ անչափ շնորհակալություն եմ Ես ասում։ եմ շնորհակալ։ Տեսեք, մարդիկ, որոնք հրաժարվում են գան այսպիսի ձևաչափով շփվել անմիջական ժողովրդի հետ, մենք հասարակ մարդիկ ենք։ Բարձով ապրող օրասական մեր խնդիրները լուծող մարդիկ ենք, բայց մենք ենք այս երկրի տերը, ձեր հետ միասին իրականում մենք ենք։ Մենք չենք ուզում որ մեզ խաբեն, գցեն, լոլոներ ագարներից կախեն։ Տարբեր մարդկանց ենք հրավիրում։ Իմ մարդիկ ովքեր գալիս են, ես այդ մարդկանց բրավո եմ ասում, այդ բրավոների մեջ նաև դուք մտաք, անկախ նրանից ում գոհացրեց ձեր պատասխանները, ում չգոհացրեց, այն որ դուք համարձակություն ունեցաք, եկաք, նստաք, բոլոր հարցերին, անգամ ինձ նշեցիք ձեր հաղորդագրությամբ, Արսեն ջան, չկաշկանդվեց ոչ մի հարց տալուց։ Ամեն ինչ ուզում ես ինձ հարց տուր, ես չունեմ փակ հարցեր, ես հիմա գաղտնազերծում եմ Նիկոլի պես մեր խոսածածը։ Պարոն Աշոտյան։ Շնորհակալ եմ Արսեն ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար, քո աուդիտորիային եմ շնորհակալ, ինձ սատարած TikToker-ներին եմ շնորհակալ, որ հնարավոր դարձրեցին այս մեր շփումը։ Հետևեք եւ Արսենի էջին եւ իմ էջին այլևս ես տեղ եմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն հայտնենք։ Ուսամ վերջին անգամ։ TikToker-ը այն խաղեր խաղացողն է, մենք ավելի շատ կիսա բլոգերներ ենք, սենց ասած։ Դու ինձ կասես հետո մասնագիտական բառապաշարով։ Բլոգեր ասեք, բլոգերներ դառնանք, TikToker չենք, սենց ասած։ Շատ լավ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալություն։ Նաև 600 հոգում, որ մեզ միջև հիմա հետևում են։ Թե կանեք ասեմ, էլի շտամ մարտանայ 600 հոգի չի նայել, պարոն Աշոտյան։ Ուրեմն 2 ժամ 22 րոպե ես եթերի մեջ եմ, այդ 22 րոպեն ձեզանից առաջ, բայց ընդհանուր մեզ նայել են այս ձևաչափով 29336 մարդ։ Վաու, վատ թիվ չի, մեղմ ասած։ Լավ թիվ, շնորհակալ եմ։ 29336 մարդ է նայել 2 ժամ 20 րոպեվա մեջ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Պարոն Աշոտյան։ Կապի մեջ։ Շնորհակալ եմ, Ժորժ ջան, շնորհակալ եմ։ Հասուն ջան, Ամ ջան, մերսի։ Հաջողություն, շնորհակալություն զրույցի համար։ Մենք մի 10-20 րոպե, եթե թույլ կտաք